Տիր մեդիան ներկայացնում է։ Գիտեք, գրադարանը ինչպիսի օջախ է, մշակութային օջախ է եւ վաղուց ինքը դադարել է միայն գրականություն սպասարկելու այդ գործառույթից եւ յուրովե դարձել է մի մշակութային օջախ, որտեղ մարդիկ հավաքվում են իրենց հայացքներն են, ընդհանուր հայացքներով, իրենց հույզերն են, իրենց ապրումները, իրենց ամեն ինչ այդ ամեն ինչը կիսում են եւ բացի այդ նաեւ կարողանում են ծանոթանալ այն հերոսներին, ովքեր որ դրա պահին այդ միջոցառման ժամանակ հանդիսանում են գլխավոր հերոսներ, ում հետ հանդիպում է կամ գրքի շնորհանդես։ Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու պարոն Պապյանին։ Պետք է ասեմ, որ պարոն Պապյանը մի 2 շաբաթ առաջ մեզ մոտ նույնպես հանդես եկավ իր հրաշալի գրքով Նոյան Արծիվի վերադարձ, այո, այսինքն վերադարձ մեր արմատներին, իսկ մենք պարտավոր ենք մեր արմատներին վերադառնալ եւ ճանաչել մեր արմատները։ Եվ այսօրվա հանդիպումը ես կասեի դրա շարունակությունն է, որպեսզի մենք ավելի շատ ճանաչենք մեր ուսումնասիրենք մեր պատմությունը եւ դրանից անենք համապատասխան հետևություններ։ Շնորհակալություն։ Հարգելի ներկաներ, ես ողջունում եմ ձեզ բոլորին, շնորհակալություն գալու համար, որտեղ այսօր մենք շատ կարևոր զրույց պիտի ունենանք, մի հարց, որը կարևոր է, բայց ստվերում է մնացել տասնամյակներ շարունակ, զուտ քաղաքական պատճառներով։ Ես վերնագրել եմ հայ-ամերիկյան ավելի քան մեկդարյա դիվանագիտական հարաբերությունները, եւ գուցե առաջին ազգից սա տարօրինակ թվա այս վերնագիրը, որովհետեւ եթե ով որ հետևել է որոշ հարաբերությունների հայ-ամերիկյան, կարող է նկատել, որ օրինակի համար 17 թվականին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն էր տոնվում, 22-ին էստեղ տեսնում եք 30-ամյակը, ու ես ինչու եմ խոսում ավելի քան 100-ամյա։ Եվ ինչու ենք հենց այսօրը այս դասախոսությունը զրույցը միասին անում, որտեղ 1920 թվականի ապրիլի 23-ին այսօրը Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ հաստատեցին օրինական հարաբերություններ։ Հիմա փաստաթղթերով կգնանք։ Իսկ ինչու այս 25-30-ամյա շփոթությունը։ Շատ պարզ պատճառով, որտեղ այդ ժամանակ, 1920 թվականներին Միացյալ Նահանգները չեն ճանաչել ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին։ Եվ քանի որ ոնց որ ասած մենք տեր չկանգնեցինք մեր իրավունքներին եւ ինչ որտեղ էլ համաձայնեցինք, աշխարհում իրականացվում է այսպես հավասարության սկզբունք, որ չնեղացնենք, վրացուն չնեղացնենք, ադրբեջանցուն չնեղացնենք, այդ ամերիկյան տեսակետներ դրա համար ըստ էության 92 թվականից սկսեցին հաշվել այն պարագային, երբ որ 92-ը ըստ էության վերահաստատումներ հարաբերությունների։ Հիմա դուք կարող եք ասել, բա արտգործ նախարարությունը միթե դրա մասին չգիտի։ Իմիջիալոց ես պարբերաբար զգուշացել եմ։ Ցավոք սրտի, այո, շատ բաներ կա, որ չգիտեն։ Օրինակ, սա այսօրվա մեր արտգործ նախարարության պաշտոնական էջն է, այնտեղ երկկողմ հարաբերություններ է, դեղինով որ եթե դուք կարդաք, այնտեղ գրված է 2 օր առաջ եմ ստուգել նույնը, այնտեղ գրված է, որ Հայաստանի դեսպանը Միացյալ Նահանգներում Լիլիթ Մակունցն է, իսկ Ամերիկայի դեսպանը Հայաստանում Կրիստինա Քվինը։ Լիլիթ Մակունցը անցյալ օգոստոսից այլևս դեսպան չի, Քվինն էլ հունվարից դեսպան չի։ Այսինքն որովհետեւ դուք պատկերացնեք իմացության մակարդակը։ Դա սա 2 օր առաջվա տվյալն է։ Հետևաբար այն ինչ որ 100 տարի առաջ տեղի ունեցել, հաստատ չեն իմանում։ Հիմա մինչև բուն հարաբերություններին անցնելը ես կանդրադառնամ հայ-ամերիկյան շատ համառոտ որոշ հարաբերություններ, որը կարևոր է, որտեղ սա նախընթաց է եղել։ Ավելի մանրամասն ես անդրադարձել եմ, այո, այստեղ նշվեց, նախորդ անգամ 2 շաբաթ առաջ էր այս գրքի շնորհանդեսի ժամանակ, սա անգլերեն լեզվով գիրք է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, որ ինքը հենց կոչվում է The Homecoming of Noah's Eagle, Նոյան արծվի տունդարձը։ Տունդարձը եւ այս հատուկ այդ ոչ թե անգամ վերադարձ, այլ տունդարձ է անվանել, որովհետեւ սա խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Միացյալ Նահանգների հատկապես կրոնական շրջանակներում Արարատի գաղափարից դրդված այս տունդարձի գաղափարը կա, այսինքն վերադարձ դեպի Արարատ, դեպի հայություն։
Գուցե այս պատճառով որոշ մարդիկ էլ փորձում են Արարատից մեզ օտարել, որովհետև դա ըստ էության աշխարհի վերածնունդի կենտրոնն է, չէ՞, մարդկության վերածնունդը եղել է մեծ ջրհեղեղից հետո։ Հիմա հայ-ամերիկյան հարաբերությունները, ընդհանուր հարաբերությունները, խոսքը դիվանագիտական չի, ըստ էության սկսել է 17-րդ դարի սկզբից։ Եվ առաջի պաշտոնապես արձանագրված անունը, որ մենք գիտենք հայ այնտեղ եղել է, դա Մարտին դը Արմինիան։ Դա է, եւ մենք գիտենք հայը, որտեվ դա Արմինիան է։ Դրանից առաջ մենք գիտենք, որ հայեր եւս եղել են, կա գոնե 1607 թվականի փաստաթուղթ, որ վկայում է, որ հայերը եղել են։ Բայց առաջի անվանական 1618 թվականից էս Մարտին հայը, որը իմիջիալոց պարսկահայ է եղել, Ջուղայից գնացած, ծխախոտի վաճառական եւ ինքը Ջեյմսթաունում է գործունեություն ծավալ է։ Այս ամերիկյան ամբողջ ծխախոտագործությունը ըստ էության Իրան է պատկանում այդ բոլոր սիգարներով, սիգարետներով, այսինքն իր վաստակը կա դրա մեջ, ինքնավորել ծխախոտի աճեցում այդ երկրում։ Գուցե լավ բան չի ծխախոտը, բայց դա ամեն դեպքում սա իրականություն է։ Այստեղ դուք տեսնում եք հայկական առաջին եկեղեցին, որը կառուցվել է 1891-ին եւ օծվել է հունվարի 18-ին Մասաչուսեթսի Ուստեր քաղաքում, այս եկեղեցին, որ իսկ թեմը, ամերիկյան թեմը հաստատվել է 1898-ից։ Այսինքն մենք այդ ժամանակվանից պաշտոնապես թեմ ենք ունեցել, բնականաբար այդ թեմը մի թեմ էր այն ժամանակ, միայն էջմիածնական թեմներ, այլ թեմ գոյություն չուներ։ Հետո բնականաբար Ամերիկայում նաև հաստատվեցին, ասենք հայ ավետարանական եկեղեցի, հայ կաթողիկե եկեղեցի, այդ ամբողջ չկա։ Օրինակ հայ ավետարանականները 1901 թվականին առաջի եկեղեցին կառուցվել։ Այսօր գիտեք, մոտ 130 հայկական առաքելական եկեղեցի կա Միացյալ Նահանգներում։ Սա այդ նույն Ուստրի այս եկեղեցու տեղը կառուցված նոր եկեղեցին է։ Այս քաղաքում հենց այս փողոցն էլ կոչվում է Արմենիա, այդ փողոցը որ կա, հին հայեր են ապրում։ Որոնք են հին հայերը, որոնք 1800-ականների վերջից գնացել են հիմնականում Խարբերդից եւ այլն, եւ իրենց համար հայության հետ ըստ էության կապող միակ օղակը մնացել է հայ եկեղեցին։ Իրենք գրեթե հայերեն չեն խոսում ցավոք սրտի, բայց հիշում են, գնում են եկեղեցի, եւ սա կարեւոր է, որովհետեւ եկեղեցին մեզ համար միայն հավատի տուն չի, դա նաեւ ազգային հաստատություն է։ Եվ այս նոր էս եկեղեցին է, ես էլ 2014-ին այցելեցի, հատուկ գնացի, այդ նկարվեցի։ Հիմա ամերիկացիները հատկապես մեծ ներգրավություն ունեցան այս միջին արևելյան հարաբերություններին Հայաստանի հետ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մինչ այդ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ իշխում էր այսպես կոչված Մոնրոյի դոկտրինը։ Մոնրոյի դոկտրինը դա 4-րդ նախագահն էր Միացյալ Նահանգների, որն ասում էր, որ մեր շահերը արևմտյան կիսագնդում են, այսինքն հյուսիսային եւ հարավային Ամերիկաներում, հետեւաբար ինչ ուզում է լինի Եվրոպայում թող լինի, մեզ չի հուզում։ Բայց փորձը ցույց տվեց, որ արդեն 20-րդ դարում հնարավոր չէ օվկիանոսով տարանջատվել համաշխարհային իրադարձություններից, որովհետև զենքի տեսակը նավագնացություն փոխվել է։ Եվ ամերիկացի Վուդրո Վիլսոնը առաջին նախագահն է, որ 1918 թվականին, պատկերացրեք, 1776-ից նախագահներ են ունեցել, 1800 առաջին այցը կատարեց Եվրոպա։ Մինչ այդ ամերիկացիք ընդհանրապես Եվրոպա չէին գալիս, ոչ մի նախագահ չէր եղել, Վիլսոնն առաջինն էր։ Եվ Վիլսոնը դրա համար ինքը այս proclamation կամ այս մյուսը, սա 1916-17 թվականներին դիմում է ամերիկյան ժողովրդին հանգանակություն անել ի նպաստ հայ ժողովրդի։ Ես սրա մասին նախորդ անգամ էլ խոսել եմ, ավելի մանրամասները գրքի մեջ կարդալ, ամերիկացիները այդ ժամանակ հավաքեցին ավելի քան $100 միլիոն, այսօրվա գներով մոտ $2 միլիարդ եւ փրկեցին 132,000 որբ։ Այսինքն 132,000 դա մեծ թիվ է, եթե մենք դա բազմապատկենք, այսօր այդ մարդիկ թորներ ու ծորներ ունեն հսկայական։ Այս շնորհիվ նաև այս Ուիլսոնի նման դիմումներին է, որ ինքը դիմում էր եւ այլն։ Եվ օրինակ սա այդ Near East Relief-ի կամ մերձավոր արևելյան նպաստամատույցի դրամահավաքի ձևերից մեկն էր, օրինակ այս նամականիշի վաճառքով, որ տեղի էր ունենում, տեսնում եք, այս ծրարը, որի մեջ ասենք շնորհավորել են Merry Christmas and Happy New Year, մեկը մյուսին ուղարկել է, գրել է եւ այլն, ու տեսնում եք պատկերը մայրը գրկած երեխային ու այս ամերիկյան դրոշով փաթաթած,
իմաստը նա էր այդ տեր կանգնել եւ օգնելու բաներ միտումը կար։ Սա էլ այդ տարբեր այդ ժամանակվա պաստառներն էին, որը դրա համահավաք էին։ Այդ հայությունը շատ չէր, բայց դեր կար։ Այստեղ ես մի նկար եմ բերել, մի քիչ հետաքրքիր կարող է լինի։ Սա Քարդաշյանների ընտանիքի նկարն է, այդ հայտնի Քիմ Քարդաշյան բան, որտեղ ցավոք սրտի, չգիտեմ կամ բարեբախտաբար, այսօր Ամերիկայի ամենահայտնի հայը Քիմ Քարդաշյանն է։ Մենք ունենք շատ հայտնի գիտնականներ, քաղաքական գործիչներ, բայց այսօր մշակութային ձևը շատ տեղեր այնպես է, որ ավելի շատ շոու բիզնեսի եւ նման ոլորտի մարդիկ են ավելի հայտնի դառնում։ Սա Քարդաշյանների ընտանիքն է, որոնք Կարսեցի էին, Կարսից էին գաղթել, բայց կա, այսպես ենթադրություն, որտեղ բուն Քարդաշյանները Կեսարիայից են, որ Կեսարիայից են գաղթել նախ Կարս, հետո Կարսից էլ արդեն գնացել են Միացյալ Նահանգներ։ Մի փաստի մասին եմ ուզում նշեմ, սա կարևոր հանգամանք է, 25 թվականի հուլիսի 17-ի դատական որոշումը Կարլոզյանն ընդդեմ Միացյալ Նահանգների 1925 թվականին հայերը պաշտոնապես ճանաչվեցին որպես սպիտակներ։ Հիմա մեզ համար մի քիչ տարօրինակ կարող է թվա այս հարցը, բայց դա շուտ լուրջ հարց էր։ Ամերիկան հիշեք, որ ինքը բավականին ռասիստական երկիր էր, մինչև 60-ական թվականների օրենքներ էին գործում, այսպես խիստ խտրական, եւ շատ ժողովուրդների մուտք չէին թողում։ Հայերին հայերը արտոնյալ են եղել։ Հայերը մինչև անգամ ճանաչվել է սպիտակ այդ արտոնությունն էին, որը կապված էր հենց եկեղեցական գործունեության հետ, որտեվ 1846-ից արդեն եղել է հայ ավետարանական եկեղեցին եւ եկեղեցնից ուժեղ կապ ա եղել, բայց պաշտոնապես 25-ին հայերը ճանաչվեցին որպես սպիտակներ եւ մուտքը եղավ քվոտավորված։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանը առանձին քվոտա ուներ։ Կարծեմ սլայդների մեջ կա, ես ցույց կտամ 20-ականներին սա եւս փաստ է, որ Հայաստանի ճանաչումը որպես անկախ պետություն շարունակվել է մինչև 1933 թվականները։ Դուք այդտեղ կտեսնեք, օրինակ 100, ընդամենը 100 հայ կարող էր մտնել Միացյալ Նահանգներ, օրինակ Ռուսաստանի նման երկիրը եւս ընդամենը 100-ն ուներ, մյուսները անգամ 50 բան, այսինքն համատաբար շատ էր։ Եվ մի ուրիշ հետաքրքիր լուսանկար էլի Միացյալ Նահանգներ, սա ուղղակի ցույց տալի այդ հարաբերությունները նաեւ քաղաքական, որը նախորդել եւ հաջորդել է դիվանագիտական հարաբերությունները, որոնք կարեւոր են։ Սա այստեղ տեսնում եք Գարեգին Նժդեհը, ամերիկյան, սա ցեղակրոն շարժման այդ վերելքի շրջաններ 1935 թվականին Դետրոյթում, երբ որ այս ձեռքերն էլ ամերիկյան ձևով կրծներին գրած եւ գրված է աջ ձեռքը սրտին, սեր ի հայրենիք, ցեղակրոն շարժման խմբերից մեկի եւ այլն։ Այդ դա գիտեք ամերիկացիները որ երթվում են իրենք ձեռքը դնում են սրտին, դա իրանց կարգն է եւ երբ որ անգամ հիմնը լսում են կարգը այդպես է։ Մեր կարգը մի քիչ ուրիշ է։ Հիմա գանք արդեն դիվանագիտական հարաբերություններին։ Այս մի պատկերը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության, այսինքն արտաքին գործերի նախարարության էջից է։ Եվ եթե դուք կարդում եք 1776-ից կարդում եք այստեղ դրած Արմենիա տեղինով։ Եվ ինչա ասում այստեղ United States established a consulate in Erzurum, Armenia, present day Erzurum, Turkey in 1896։ Միացյալ Նահանգները հաստատել են հյուպատոսություն Էրզրումում, Հայաստանում, ներկայումս Թուրքիա Էրզրում 1896 թվականին։ Կրկնում եմ, սա այսօրվա Միացյալ Նահանգների արտգործնախարարության պաշտոնական տեսակետն է, որ Էրզրումը դա Հայաստան է։ Էրզրումը Հայաստան է։ Այս փակագծերի մեջ այսօրվա Թուրքիա, բայց իրենք հաշվում են մեր հարաբերությունները սկսած Էրզրումից 1896-ից։ Բնականաբար եղել են մարդիկ, ովքեր որ մեծ ջանք են դրել դիվանագիտական հարաբերությունները հաստատելու գործում։ Դրանցից էին այս երկու անձինք Վահան Քարդաշյանը եւ Ջեյմս Ջերարը։ Նրանք Armenian Committee for the Independence of Armenia, այսինքն Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբ։ Սա շատ կարևոր մի կառույց է եղել, հիմնված հենց Վահան Քարդաշյանի ջանքերով, որը ամեն ինչ արել է, որ Միացյալ Նահանգները ճանաչեն Հայաստանի Հանրապետությունը։ Քարդաշյանը ինքը Ելլի համալսարանը ավարտած փայլուն իրավաբան էր, իր ժամանակի համար մեծահարուստ, $500,000 փող ուներ, ինչ եմ սա նշում, որտեվ երբ որ ինքը 1934 թվականի հունվարին մահացավ, հայրենիք ամսագրի մեջ հայտարարություն կողմից դրամահավաք արեցին
թաղման ծախսերը հոգալու համար։ Այդ մարդը իր ամբողջ ունեցվածքը, իր ամբողջ տվել էր, ոնց որ ասած, իր պայքարին։ Ձեր նման։ Իր պայքարին։ Հուսանք, որ մեր թաղման համար դրամահավաք չպիտի տեղի ունենա։ Հիմա իր Ջեյմս Ջերարդը Միացյալ Նահանգների նախկին դեսպանն էր Գերմանիայում առաջ համաշխարհային պատերազմում եւ ինքը հսկայական դրական դեր է ունեցել։ Իր նամակներն են պահպանված նախագահներին, բոլորին ինքը գրքեր ունի գրած։ Ինձ հաջողվեց տարիներ առաջ գտնել նրա արխիվը, Ջեյմս Ջերարդի արխիվը, չեմ ասի որտեղ է գտնվում, որովհետև եթե թուրքերը իմանան, դա մի անկապ մի տենց անսպասելի անկապ տեղ է, բայց կա։ Մասամբ այդ ամբողջը պատճենել, բայց ցավոք սրտի ոչ ժամանակ, ոչ հնարավորություն չի եղել դա այսպես գիտական հրատարակության պատրաստել։ Այդ արխիվը կա, որտեղ նամակագրություն կա ամերիկյան նախագահների հետ, նրանց դիրքորոշումները կա, փաստաթուղթեր կան, որոնց պատճեններն են իր արխիվում, հետեւաբար կարելի է ենթադրել, որ բնօրինակները կա, այսինքն Հուվերից նամակ կա, Քելեգից նամակ կա, իրենց վարչապետ նախագահներից եւ այլն, բայց սրանք մարդիկ են։ Երբ որ ես սկսեցի Վահան Քարդաշյանով հետաքրքրել, ցավոք սրտի նրա գերեզմանը անհայտ էր։ Այսինքն ոչ թե անհայտ էր, մենք գիտեինք, որ նա թաղվել է Cedar Grove գերեզմանոցում, Long Island-ում, բայց որտեղ էր, ինձ մի պահ թվաց, որ գերեզմանը չի պահպանվել, որովհետև ես երբ որ սկսեցի արխիվային նյութերով նայել, իսկ իրենց գերեզմանները նաև այդ ցանկերը արխիվացված են, նրա անունը չկար մեջը։ Բայց հետո գայգամ ինձ հաջողվեց եւ նաեւ պիտի այստեղ նշեմ մեր հայրենակիցների շնորհիվ գնացին, ես ուղղորդեցի հատ այդ ամբողջ գերեզմանը ոտնատակ գտան եւ գտան Վահան Քարդաշյանի գերեզմանը։ Խնդիրն ինչումն էր։ Եթե նկատում եք նրա գերեզմանի վրա, գերեզմանակարի վրա միայն հայերեն է գրած, այսինքն գրված է Վահան Քարդաշյան 1884-34 հայ դատի Ախոյան։ Եվ Վահան Քարդաշյան։ Իսկ փաստաթղթերում ասենք նրա անունը ներքև է կարդաց Վահար Քարդեշյան։ Այդ ձևա գրած, բնականաբար Վահարով եւ այլն չես կարա, երևի ինչ որ մի հատ հայի հարցրել են ինչ ա գրած, նա էլ ասել է, այդ ամերիկացիներ ինչ որ լսել է, գրել է, այդ էլ սխալ է գնացել, բայց այս ամբողջը հաջողվեց ուղղել եւ դուք տեսնում եք հայկական դրոշը, ծաղիկներ եւ լավ է, որտեւ ես սրա մասին մի քանի ելույթներ հրապարակումներ ունեցա, հիմա այցելություններ կա։ Ասեմ Վահան Քարդաշյանը ինքը այդպես մոռացված չէր, օրինակ Միացյալ Նահանգներում նրա անունով հայդատի գրասենյակ կա մինչեւ իսկ, բայց գերեզմանը այցելող չկար, մոռացված էր, ինչպես շատերի ցավոք սրտի, որոնք Միացյալ Նահանգներում, դեք առաջի հանրապետության մեծամեծների մեծ մասի գերեզմանները կամ մի զգալի մասի Միացյալ Նահանգներում տարբեր տեղեր են թաղված, հատկապես այս արևելյան ափը, որ այդ հին Բոստոն, Դեթրոյթ այդ կողմերը եւ այլն։ Ամեն դեպքում սրանք նրանք էին, ովքեր հիմնեցին։ Հիմա բնականաբար հարաբերություններ, պետական պաշտոնական հարաբերություններից առաջ նախորդում են ինչ-որ կարևոր իրադարձություններ, չէ՞, պիտի պատրաստվեց, որոնցից մեկն էր այս գեներալ Ջեյմս Հարբարդի փաստահավաք առաքելությունը Հայաստան։ Սա էլ շատ կարևոր առաքելություն է, էլի ինձ հաջողվել է մոտավորապես 5000 էջ փաստաթուղթ նրա հաշվետվությունից, որտեղ տպվել է ընդհանրապես 13 էջ, առ այսօր 13 էջն է տպվել, նա զեկույցը 5000 էջ գտել, որտեղ բացառիկ տվյալներ կան Հայաստանի հայ համայնքի մասին, Բաքու, Թիֆլիս, դուք միայն եթե նայեք այս բան ուղևորությունն է, ամբողջ ուղևորությունը 19 թվականի օգոստոս-սեպտեմբերին 2 ամիս շրջել են, պտտել են, հանդիպել են մարդկանց հետ։ Իդեպ այդ ժամանակ նկարահանած տարբեր կարճ ֆիլմեր, նկարներ պահպանված են եւ այսօր ինտերնետի վրա էլ կտեսնեք այդ ամբողջը։ Նույն այցելությունը չմիացնում, այդ իրանց շնորհքն է, այս Հարբարդի շնորհքն է, բայց սա ինքը Հարբարդի շնորհքը չէ։ Էլի գալիս են Ուիլսոնին, որտեղ Ուիլսոնը ուղարկեց այս փաստահավաքը, որպեսզի տեսնի ինչ կարիք ունի։ Եվ սա հիմնականում նաեւ ամերիկյան մանդատի հարցներ Հայաստանի նկատմամբ հիշեցնեմ, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո մանդատային համակարգ կար, այսինքն Սիրիա, Լիբանան, ֆրանսիական եւ Կիլիկիա
ֆրանսիական մանդատ էր, տրանսհորդանան, Պաղեստին բրիտանական մանդատ էր եւ այլն։ Ամերիկյան մանդատը տրվեց, չէ, հայկական մանդատը տրվեց Ամերիկային, ամերիկյան սենատը մերժեց, թեև Ուիլսոնը հանդես եկավ պահանջով, որ ընդունեն, չընդունեցին, որովհետեւ շատ պարզ էր, դրա հիմքը բացակայում էր, որովհետեւ Միացյալ Նահանգները չէին հանդիսանում ազգերի լիգայի անդամ, իսկ մանդատ կարող էր ստանձնել միայն ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածի վրա։ Այնուհանդերձ այս նախապատրաստական աշխատանքը կարևոր էր։ Սրան հաջորդեց մեկ այլ այցելություն, դա ήταν Հայաստանի կառավարության ներկայացուցիչների այցելություններ Միացյալ Նահանգներ։ Այստեղ տեսնում եք, ուրեմն մեկնող պատվիրակությունն է արդեն 19 հոկտեմբերին, այսինքն Հարվարդի այցից անմիջապես հետո եւ ի շարունակություն, որտեղ ներքևի ձախից աջ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Հակոբ Բագրատունի, վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, խորհրդարանի անդամ Աբրահամ Տեր-Հակոբյան։ Սա առաջի շարքը ձախից աջ։ Վերևի շարքում էլի ձախից աջ Հարություն Փիրալյան, գյուղատնտեսության հարցերով պատվիրակության անդամ Միքայել Տեր-Պողոսյան, կապիտան Սուրեն Մելիքյան, ամնում ՀՀ դեսպան կամ դեսպանորդ Արմեն Գարո Փաստերմաչյան եւ ռազմական պատվիրակության ղեկավար գնդապետ Հայկ Բոնապարտյան։ Այս այդ պատվիրակությունները, որը գնաց, բան, այստեղ մի շատ հետաքրքիր է Հակոբ Բագրատունը, որը թաղված է Լոնդոնում, էլի մոռացված գերեզմանոցեր, էլի գտանք այդ բանը, գերեզմանոց չէր, գերեզմանակարը։ Շատ հետաքրքիր է, ինքը թաղված է ռուսական մասում է գերեզմանոցի, հենց այդ Չելսի ստադիոնի մոտ է Լոնդոնում, ինչու։ Որովհետև եւ գրած է Յակով Բագրատունի, ինքը ամուսնացած է եղել Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկու քրոջ Աննայի հետ ամուսնացած եղել եւ ըստ էության այդ ընտանեկան Կերենսկիների ընտանեկան գերեզմանն է եւ իր տղան էլ է Լևոն Բագրատունին էլ է այդտեղ թաղված եւ այդ բանը դրա համար այդ ռուսական ինքը բայց սակումով բան է Բագրատունի բնական է Ջավախեցի է որ Էրզրումից գաղթած այդ հիշում եք Բագրատունի սրբազանի ժառանգներից է եղել եւ Հայաստանի դեսպանը իդեպ ինքը ռուսական բանակի գեներալ էր եւ Կերենսկու ժամանակ Պետրոգրադի պարետն է եղել այսինքն պարետն է եղել բայց հետո մարդը եկավ Հայաստան եւ ծառայեց կռվեց վիրավորվեց ոտը կորցրեց պատերազմի ժամանակ այստեղ թուրքերի դեմ կռվելուց բան, հետո Լոնդոնում դեսպաներ եւ այլն։ Հիմա այս նախընթացն էր։ Իրենց այցը Հայաստան, մեր այցը այդ կողմերը պատրաստեցին եւ 1920 թվականի ապրիլի 23-ին Բեյնբրիջ Քոլբին պետնախարարը նամակ ուղարկեց Գարեգին Փաստերմաչյանին, որտեղ հենց այստեղ դուք տեսնում եմ, ասում է ես հաճույք ունեմ ձեզ տեղեկացնելու ձեր միջոցով Հայաստանի կառավարությանը, որ նախագահի հրահանգով այսօրվանից ի վեր Միացյալ Նահանգները ճանաչում են դե ֆակտո Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Եվ շատ հետաքրքիր է իրենք նաև շարունակում են գրել, որ այս ճանաչումը չի կանխորոշում սահմանները Հայաստանի, որոնք հետո պիտի լուծվեն։ Ինչու համար? Որտեվ եթե իրենք ասեին, որ մենք ճանաչում ենք այս ակտով այն սահմանները, որ կա, բնականաբար դրանք ավելի փոքր էին, քան այն սահմանները, որ պիտի Ուիլսոնը տար։ Իդեպ ավելի մանրամասն բանի մասին, Արմեն Կարոյի մասին այդ գրքի մեջ կարող եք կարդալ, բայց հիմա այստեղ շատ կարևոր էր այդ բանը, որ ճանաչումը եղավ եւ իրենք չկանխորոշեցին։ Հիմա ես հետո կանդրադառնամ, թե ինչու հենց ապրիլի 23-ին օրինակի համար եւ ինչու Հայաստանի անկախությունը ճանաչեցին որպես պետություն եւ ոչ, բայց մինչ այդ ես ուզում եմ նշել, որ դրանից առաջ մինչև իսկ 19 թվականի հունվարի 19-ից չէ կներեք 19 թվականի ամռանից արդեն ամերիկյան ներկայացուցիչ կար Հայաստանում նշանակված, ինչու, որովհետև այդ ամերիկյան բոլոր օգնությունը պիտի կարգավորվեր ամերիկացիների կողմից եւ գնդապետ Հասկելն էր այդ ներկայացուցիչը, որը այստեղ դուք տեսնում եք փաստաթղթում
հունվարի 19-20 թվականի ճանաչման փաստաթուղթն է Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կողմից Հայաստանի Հանրապետության։ Իսկ սկզբից նրանք ճանաչեցին, հետո Միացյալ Նահանգները ճանաչեցին, ունենալով արդեն իրենց պաշտոնական ներկայացուցիչը, դրան էլի մանրամասները կանդրադառնան, կոչվում էր High Commissioner, բարձր հանձնակատար Հայաստանում։ Այսինքն մենք այդ հարաբերություններն ունենք դիվանագիտական այս ամբողջը, այսա հուլիսի 5-ից այս մարտն է Հասկելն է եղել Միացյալ Նահանգների ներկայացուցիչը Հայաստանում, պաշտոնական դիվանագիտական ներկայացուցիչը, այդ ժամանակ գնդապետ էր, կարծացեք Հասկելը նշանակում Հայաստանի բարձր հանձնակատար, այդ High Commissioner, ես հետո կբացատրեմ դիվանագիտության մեջ ինչ է նշանակում։ Սա էլ ինքն արդեն գեներալ լեյտենանտ ժամանակ, որ ինքը այդ բանով մահացավ, այդ այս նույն պաշտոնական փաստաթղթերն այստեղ Հասկելի նշանակման մասին տարբեր թերթերից գրություններ են եւ այլն։ Հիմա ես ուզում եմ կարդալ, թե որտեվ մարդիկ կա ասեն, իսկ ինչ բան է բարձր հանձնակատարը, ինքը դեսպան չի։ Նայեք, դիվանագիտության մեջ առ այսօր Commonwealth-ի, այսինքն բրիտանական համադաշնության դեսպանները նշանակված իրար մայրաքաղաքներում, այսինքն բրիտանական դեսպանը Կանադայում, կանադական դեսպանը, ասենք Բրիտանիայում, Ավստրալիա, Նոր Զելանդիա 52 երկիր կա, գիտեք, իրենք դեսպան չեն կոչվում, իրենք կոչվում են High Commissioner, բարձր հանձնակատարներ, թեև իրենք իրենց կարգով դեսպանների հավասար են։ Ինչու՞։ Որովհետև համարում է, որ դա այդ ավելի սերտ հարաբերություններ ունեն։ Իսկ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան նշանակելով High Commissioner դրանով ցույց էր տալիս, որ ինքը շատ ավելի սերտ է անցալում Հայաստանին, քան զուտ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Հիմա Մարքս Պլանկի սա ամենահայտնի, ամենալուրջ միջազգային իրավունքի բազմահատոր հանրագիտարանն է, նրա ձեռվակերպումը կարդամ, թե ինչ է ասում։ Բարձր հանձնակատարը բարձր մակարդակի միջազգային կամ դիվանագիտական պաշտոնյա է, որը նշանակում է որոշակի տարածքում, իրավիճակում կամ միջազգային կարգավորման շրջանակում իշխանության իրականացնելու կամ հստակ գործառույթներ կատարելու համար եւ այլն։ Այսինքն հստակ, տեսնում եք, դիվանագիտական պաշտոնյա, այսինքն ինքը արդեն այդպեսին նշանակված էր։ Հիմա անդրադառնանք, թե ինչու այսօր, այսինքն ապրիլ 23-ին 20 թվականի ճանաչեցին, ինչ էր տեղի ունեցել, բացի այդ դիվանագիտական հարաբերությունները։ Հիշեցնեմ, սա առաջին համաշխարհային ավարտի վերջն էր, Փարիզում խաղաղության վեհաժողով էր գնում, որը քննարկում էր խաղաղության պայմանագրերը, եւ գիտեք, որ պարտված երկրների հետ խաղաղության պայմանագրեր ստորագրվեցին, ամենահայտնի դա Վերսալի պայմանագիրն է Գերմանիայի հետ ստորագրված, գիտեք 19 թվականի հունիսի 28-ին, որով ըստ էության նաև ստորագրվեց, որտեղ առաջի 28 հոդվածը դա ազգերի լիգայի հիմնարար փաստաթուղթն է, դեպ ամերիկացիները չեն ստորագրել Վերսալի պայմանագիրը, դրա համար էլ իրենք չէին կարող մանդատ ստացել։ Ամեն դեպքում, ուրեմն արդեն ստորագրվել էր խաղաղության պայմանագիր Գերմանիայի հետ, ստորագրվել էր Ավստրիայի հետ, ստորագրվել էր Բուլղարիայի հետ եւ Տրիանոնի պայմանագիրը Հունգարիայի հետ, 4 Բուլղարիա, Հունգարիա։ Ավստրո-Հունգարիան բաժանվել էր երկու մասի, առանձին Ավստրիա, առանձին Հունգարիային։ Եվ մնացել էր Թուրքիա այդ պայմանագիրը ստորագրելու։ Այսինքն այդ ամբողջ բան ինչ պիտի արվեր։ Բնականաբար Թուրքիայի հետ ստորագրելուց պիտի որոշվեր ամենակարևոր հարցը։ Իսկ ո՞րն էր ամենակարևոր հարցը։ Ազգերի լիգայի եւ այդ ժամանակ դա հայկական հարցն էր։ Հայկական հարցն է եղել առաջին հարցը, որ ազգերի լիգան քննարկել է։ Առաջին պետության հարցը, դա հայկական հարցն է եղել։ Եվ առաջին հարցը հումանիտար դա հայ գաղթականների հարցն է եղել։ Առանձին հանձնաժողով է ստեղծվել, որի հանձնաժողովի նախագահի մասին բոլորը լսել եք, գիտեք, դա Ֆրիտյոֆ Նանսենն է եւ Նանսենյան անձնագրերը։ Այդ ինչա կոչվում Նանսենյան անձնագիր, որովհետեւ Սովետը չէր կարող թույլ տալ, որ որևէ մեկը հանկարծ մտածեր, որ դա Նանսենը չի արել։ Նանսենը պաշտոնյա է, դա արել է Ամերիկան, Միացյալ Նահանգները պահանջելով այս ամբողջ եւ արել է Բրիտանիան, արել է Ֆրանսիան եւ այլն։ Բնականաբար Նանսենը բան է, էլի նորվեգացի անշարժ մարդակ այլ ասել Նանսենյան անձնագիր եւ այլն։ Այդ մցել է դա հատուկ քաղաքական քայլ, ամեն պարակային։ Այսինքն այդ երկրների հետ, հիշեք, որ 4 երկիր էր կռվում Անտանտի դեմ։ Այսինքն Ավստրո-Հունգարիան, Գերմանիան, Բուլղարիան, Օսմանյան կայսրություն։ 3-ի երկրներ Օսմանյան կայսրությունը։ Հիմա Օսմանյան կայսրության հետ հայկական հարցը քննարկվեր։ Ուրեմն Հայաստանի
սահմանների հարցը պիտի քննարկվեր։ Հետևաբար պետք էր Հայաստանին ճանաչեր Միացյալ Նահանգները, որպեսզի իրավական քաղաքական հարաբերությունների մեջ մտներ, այսինքն որպեսզի իր որոշումները Հայաստանի նկատմամբ օրինական ուժ ունենային։ Դա եղավ, դա պատճառն էր։ Հիմա այս շենքը, որ դուք տեսնում եք, այն որ խոսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, որ շատերը ասում են եղել է, թե չի եղել, ինչ որ փորձում են մեզ հավաստիացնել անպայման մեր հարևաններ հետ, սա Հայաստանի Հանրապետության, առաջին հանրապետության դեսպանատան շենքն է, որը գտնվում է Վաշինգտոնում, եթե այդտեղ չի երևում գուցե կարդամ, ներքևում գրած է հայկական դեսպանատուն Ամերիկա եւ Armenian Legation Washington DC։ Այսինքն, այս քարտը այդ ժամանակ տպված որպես դեսպանատուն, դրոշը կախած եւ այլն, եւ էլի համաձայն անգլերենի ամենալուրջ բառարանի, Merriam-Webster բառարանի, այսինքն թե ինչ բան է այդ legation բառը, չէ՞, կարան ասեք, մեկը կարող ասել հայերենում է գրած դեսպանատուն, իսկ անգլերենում գրած չի embassy, գրած է legation։ Legation-ը որն է, ըստ Webster Merriam-ի, որ ասում է դիվանագիտական առաքելություն օտար երկրում։ Դիվանագիտական այսինքն դիվանագիտական, ընդունենք դեսպանատուն չի, միևնույն ինքը դիվանագիտական առաքելություն, այսինքն դիվանագիտական հարաբերություն հաստատվել են։ Ասեմ ձեզ, որ մինչև առաջին համաշխարհային պատերազմը օրինակ ամերիկացիները դեսպան չունեին Օսմանյան կայսրությունում եւ շատ երկրներում, այսինքն ներկայացված էին ավելի ցածր դիվանագիտական աշճան ունեցող դեսպանորդով եւ այլն։ Այնպես որ սա բնական է, հայերն էլ թե այո, Արմեն Կարոն չի եղել դեսպան։ Այդ աշճանը չի ունեցել, ինքը եղել է envoy, այսինքն կամ diplomatic representative, բայց ամեն դեպքում դա դիվանագիտական ներկայացուցիչ է։ Դրա համար ես չեմ գրել հարաբերությունները դեսպանների մակարդակով ավելի քան 100 տարի, այս դիվանագիտական հարաբերությունները, որոնք եղել են։ Այսինքն եւ դա փաստված է։ Նույն ձևի, այսինքն արդեն վկայակոչված Մարքս Պլանկի հանրագիտարանի մեջ եւս էլի գրած է դիվանագիտական առաքելություն, բացատրում է, որ legation դա դիվանագիտական առաքելություն է։ Դա տնտեսական չի, դա քաղաքական չի, դա դիվանագիտական առաքելություն։ Մեկ այլ փաստ, որ դեսպանատուն է գործել։ Սա Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից տրված այդ ժամանակ արտոնագիր կամ տեսեք, սա վերնագիրն է։ Ամերիկայի ինչ է գրած, Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի նահանգների դեսպանատուն։ Այսինքն ընդունել են այս թղթով նոտաները գնացել ամերիկյան կառավարություն, իրանք ընդունել են, առարկություն չի եղել, այսինքն իրենք ճանաչել են։ Ավելին ասեմ ցես, սա կնիքն է։ Այդ բանը կնիքն է, այդ փաստաթղթի կնիքն է, որը շատ հետաքրքիր է։ Ուշադրություն դարձրեք, հունիս 12 1922 թվին տրված։ Սա էլի պատասխան նրանց, որ ասում են Հայաստանը սովետականացավ, սովետական օկուպացվեց սովետական զորքերի կողմից։ Իրավական ձևակերպումն է դա։ Իսկ այդ սովետական կոչեցյալը, գիտեք, Մոսկվայի պայմանագրով Հայաստանը բաժանվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, բայց այդ օկուպացիան եւ անեքսիան չի ճանաչվել Միացյալ Նահանգների կողմից 1933 թվականը։ Դրա համար 22 թվականին Հայաստանի դեսպանատունը, տեսնում եք, այս կնիքով փաստաթղթեր էր տալիս, որը ճանաչվում էր։ Եվ այստեղ լավ չի երևա, ես կկարդամ։ Ուրեմն կնիքի արտաքին օղակում գրված է դեսպանություն ԱՄՆ Ամերիկայի, իսկ ավելի փոքր ներսի օղակում գրված է legation at Washington, Armenian legation at Washington։ Այսինքն էլի այդ կնիքը ամրագրում է Հայաստանի, այսպես ասած, դիվանագիտական ներկայությունը։ Մեկ այլ փաստաթուղթ, ինչ հաջողվեց գտնել անշարժ գույքի առուվաճառքի գրասենյակների միջոցով, սա 1922 թվականի սեպտեմբեր 27-ի փաստաթուղթ է, երբ որ այդ շենքը վարձու էր տրվում, ոչ թե վարձու էր տրվում, այդտեղ ընդունված կարգ է, որ դու դա տալիս ես օգտագործման երթները, որ այդ փողը գնում է որոշակի հիմնադրամի կամ նպատակի, եւ նպատակն էր, որպեսզի դա հայ ուսանողներին ուսման վարձը վճարվի։ Այսինքն իրենք Արմեն Կարոն ինքը գտնվելով այդ ծանր վիճակի մեջ, օրինակ բան չարեցին, չէ՞։ Կարային ով էր, երկիր չկար, բան չկար, ծախեին այդ փողը դնեին գրպանները, այդ շենքը ապրեին, բան, հետին աղքատության մեջ են ապրել, բայց միևնույն է փողը չգրպանեցին, տվեցին այդ trust կառավարման տվեցին ֆոնդին, որի ֆոնդը պետք է ուսանողներին գնալ, բայց այստեղ ինձ ավելի հետաքրքրում է մեկ այլ բան, այստեղ որ դուք կարդաք, այս աջ կողմում որ գրած է
G Pastermajan, այդ Արմեն Կարոնա, այնտեղ աչի վրա տեսնում եք ու գրած է seal, ասեն կնիքի տեղն է, որ պիտի լինի, Minister Plenipotentiary, այսինքն արտակարգ դեսպանորդ, արտակարգ դեսպանորդ, ուրեմն 1922 թվականին ամերիկյան նոտարը, այս նոտարով, նոտարի անունն էլ գրած է, եւ այլն, նոտարը հաստատել է իր կնիքով այս բանը, գործողությունը։ Իսկ գիտեք, նոտարը հիմք է ընդունում։ Ես չգիտեմ ինքը ինչն է հիմք ընդունել այդ ժամանակ, Արմեն Կարոն ինչ փաստաթուղթ է ցույց տվել, բայց ամեն տեղ ինքը հստակ արձանագրված է արտակարգ դեսպանորդ։ Մենք էլ ունենք դա դեսպանից հետո արտակարգ եւ լիազոր նախարար այդ կոչումն, այդպես էլ կոչվում է, էլի։ Արտակարգ դեսպանոր լիազոր նախարար։ Դիվանագիտական աստիճան է, ու մենք տեսնում ենք, որ սա եղել է։ Նու էս էլ է դրա շարունակությունն է, շատ չխորանանք, որտեվ շատ ժամանակ չկա, որտեվ կարող է հարց ու պատասխանի հարց լինի։ Հիմա շատ կարևոր է այստեղ այդտեղ մի հատված ես բերել եմ այս փաստաթղթից, կարդամ ինչ է ասում։ Նոտարը ինչ է ամրագրում։ Ասում է, այնտեղ վերև անգլերենն է, ես հայերեն եմ կարդամ։ Գարեգին Փաստերմաջյանը Հայաստանի Հանրապետության լիազոր նախարար պատշաճ կարգով հավատարմագրված Միացյալ Նահանգների կառավարության կողմից պատշաճ կերպով duly assigned, այսինքն պատշաճ կերպով, ասենք օրինապես այդ մարդը հավատարմագրված է եւ սա նոտարը հաստատել է եւ առ այսօր այս փաստաթուղթը ուժի մեջ է, այսինքն հիմա այնտեղ այդ Բագրատուններ կան եւ ուրիշ ընտանիքներ կային, չգիտեմ, ժամանակ չի եղել։ Եվ իդեպ դա պետք է Հայաստանի կառավարությանը հետոհասներ։ Իսկ երբ որ Հայաստանը նորից անկախանար, այնտեղ էս ձևա պայմանը, իսկ երբ որ Հայաստանը պետք է դա հետ վերցներ, բայց դա ով է զբաղվում, ով ինչ գիտի, ինչ է եղել։ Այստեղ դուք տեսնում եք ներքևի աչանկյունում այդ նույն շենքն է։ Ժամանակակից, սա Գաբոնի դեսպանատունն է ներկայումս։ Գաբոնի դեսպանատունն է, Վաշինգտոնում ինքը գտնվում է, նեսա 2034 20-րդ Northwest փողոցի վրա եւ այլն, կարելի է գնալ եւ տեսնել։ Սա Հայաստանի Հանրապետության դեսպանատան առաջի շենքն է։ Այսինքն մենք ոչ միայն ունեցել ենք դիվանագետներ այնտեղ, հավատարմագրված duly assigned, պատշաճ է հավատարմագրված, դեսպանատուն ենք ունեցել, որը գործել է ֆիզիկապես մինչև 1922 թվական, հետո, այսինքն de facto 22-ից հետո տվել են trust, այսինքն այդ հիմնադրամին տեղափոխվել են հյուրանոց, որտեղ համարել են իրանց համար ճոխությունը այս 3-4 հարգանի շենքը, ավելի լավ այդ փողը ազգին օգուտ լինի, հյուրանոցում, բայց de jure գործել է մինչև 1933 թվականի նոյեմբեր ամիսը, երբ որ Ադոլֆ Հիտլերը հունվարին եկավ 33-ի իշխանության գլուխ եւ Միացյալ Նահանգները ճանաչեցին սովետական միությանը, որպեսզի միասնաբար կռվեն նացիստների դեմ։ Այդ էր զուտ պատճառը, եւ այդ ճանաչումը միայն այդ ժամանակ եղավ, թեև ես պիտի ասեմ, որ դա չի փոխում օրինակի համար բանը Հայաստանի սահմանների կամ այլ հարցի ճանաչման մենք դրան կանադարան։ Այս հիմա այդ շենքն է, դուք նկատում եք, եթե այս հին նկարներում հետևը շենք չկար, այս նոր նկարներում ինչ որ ավելի բարձրակ շենք են կառուցել, այսինքն այս հայտնվել է։ Ավելի մանրամասն գրքի մեջ կարա կարդաք, այդտեղ առանձին հոդված կա։ Այստեղ մի սլայդ, այդ երբ որ խոսում էի, որ Հայաստանի ճանաչումը շարունակել է, ես բերել եմ մի պաշտոնական փաստաթուղթ, դա 1927 թվականի փաստաթուղթն է, չէ 24 թվականի փաստաթուղթն է, որտեղ երկրների քվոտաներն է տված, ով ինչքան մարդ կարող էր որ երկրից գար։ Եվ դուք այստեղ տեսնում եք Ռուսաստան 2248, Հունաստան 100, Հայաստան 124։ Այսինքն Հայաստանից ավելի շատ քվոտա էր տված, քան անգամ Հունաստանը։ Թուրքիա 100, Թուրքիա, այսինքն հայերին ըստ էության ավելի է, թեև բնակչության շատ ավելի փոքր էր, այդ ամբողջը եղել է։ Հիմա ինչի՞ այս ամբողջը բան եղավ։ Իրականություն չէ, դա շատ բարձ պատճառով։ Հայաստանը օկուպացվեց եւ բաժանվեց բոլշևիկների եւ քամալականների միջոցով։ Հիմա անկախ նրանից ով ուզում է ներկայացնի սովետական շրջանը, լավ էր, ծաղկում էր բան, դա ուրիշ հարց է։ Կարա երկիրը տնտեսապես զարգանա, կարա մի շատ, որը եղել է, չենք ուրանում, եղել է, բայց դա իրավական կարգավիճակի հետ կապ չունի։ Դու այդ շրջանը 20 թվականի դեկտեմբեր 3-ից մինչև 96 թվականի կամ սեպտեմբեր կամ դեկտեմբեր, 91 թվականի կամ սեպտեմբեր կամ դեկտեմբեր, նայած ով ոնց է բանանում, ասենք ճանաչումը դեկտեմբերից է սկսում, դու եղել ես օկուպացված երկիր։ Եվ սա շատ կարևոր է։
Ադրբեջանը իր բանում անկախության հռչակագրում դա է գրում։ Մենք որ հանդես են գալիս իրավահաջորդության համար, ինչի համար։ Որտեվ սա է միակ հնարավորությունը խուսափելու Ադրբեջանի մեր նկատմամբ ներկայացած ռազմատուգանքներից եւ այլն։ Որտեվ ինքը ասում է դու ճանաչում ես, որ ոնց որ ասած օրինական է սովետներ է, սովետի սահմանները ճանաչում ես օրինակ է, օկուպացիա չես ճանաչում, դեպ Ադրբեջանը դա օկուպացիա համարում։ Ուրեմն դու օկուպացել ես Ղարաբաղը, ուրեմն հիմա 30 տարի իմ հողերը օգտագործելու համար իմ հանքերը բարի եղիր 150 միլիարդ դոլար վճարի։ Դա նվազագույն գումարն է, որ իրանք հնչեցնում են։ Դա պաշտոնապես Ալիևը խոսել է Գաբալայում անցյալ տարի հուլիսի 5-ին թուրքական պետությունների տնտեսական համագործակցության ժամանակ եւ բազմաթիվ դա ամրագրված է տարբեր փաստաթղթերում, այսինքն հայերը պիտի վճարեն, հայերը պիտի մեղագան, հայերը պիտի առանձին ընդունեն իր ցեղասպանությունը թուրքերի նկատմամբ եւ այլն։ Հիմա ուրեմն ես 45 րոպե խոսացի, մի 10-15 րոպե խոսամ եւ հարց ու պատասխան։ Հիմա անդրադառնանք մի փոքր դուրս է իհարկե դիվանագիտական ճանաչումից, բայց դիվանագիտական քանի որ ճանաչումը արվել էր ինչ որ մի հստակ նպատակի համար, բացի ընդհանուր ճանաչումը որ կա, ես ուզում եմ դրան անդրադառնամ։ Դա հենց Վուդրո Ուիլսոնի իրավարար վճիռն էր։ Կրկնում եմ, որտեղ ճանաչեցին, որովհետև արդեն պիտի զբաղվեր, ապրիլից պիտի զբաղվեր Հայաստանի սահմանների առցով։ Արդեն մայիսի 11-ին Սևրի պայմանագրի առաջ օրինակը հրապարակվեց եւ հայերը ծանոթացան դա ինչի մասին է, որտեվ շատերը կան իրանց խելքերը որ չի ասում, ասում են դե հայերը եթե Սևրի պայմանագիրը չուզեին, չպահանջեին, քչով բավարարվեին, լավ կլներ։ Հայերը ինչ կապ ունեն այդտեղ։ Դա խաղաղության պայմանագիր էր Օսմանյան կայսրության հետ, մեծ երկրները դրել էին, որոշել էին, հայերին էլ ասել են ձեզ էս է հասնում, այսինքն հայերին հարցնողել չի եղել, դուք ինչ եք ուզում, թե չեք ուզում։ Եվ իդեպ ասեմ են ինչ որ հայերին որ տվել է 4 վիլայետները, հայերի մեջ տարակարծություն է եղել, մի մասը դեմ էր, ասում էին, եւ ամերիկացիների մեջ, օրինակ հայտնի սենատոր Ջեյմս Լոջը հանրապետականների ղեկավարը նա ասում էր, ինչ եք անում։ Հայրենիքի կեսը տալիս եք թուրքերին, այսինքն 4-ը վիլայետը տվեցին, 3-ը չտվեցին, մենակ այն պատճառով որ հայերի թիվը քիչ է, որտեվ հայերին կոտորել են, հիմա հայերը չեն կարող իրենց հայրենիքը պաշտպանեն, ու մենք հիմա խրախուսում ենք ու պարգևավճար ենք տալիս թուրքերին, նաև այդ է եղել։ Այսօր որ շատ հայեր ասում են, մենք շատ բան ենք ուզել, չէ, մենք չենք ուզել շատ բան։ Ընդհակառակը հայերը քչովել էին, բայց էս էր կարգը։ Սա աշխարհը համարել է, որ սա նվազագույնն է, որ հայերը պիտի ստանային, որտեվ հենց Ուիլսոնը իր վճռի մեջ գրում է, որ viable state, այսինքն կենսունակ երկիր Հայաստանը կարող է դառնա, եթե ինքը ելք ունի դեպի ծով, առանց ծով ելք ունենալու պետությունը չի կարող կենսունակ լինի։ Բոլորը լավ են հասկանում։ Ինչքան էլ ուզում ես հրճակի խաղաղության խաչմերուկ, ինչքան էլ ինչ ուզում ես արա, դու կախման մեջ ես քո հարևաններից, որոնց էլ բարեհաճությունը մի օր կարող է դրական լինի, մի օր կարող է բացասական լինի։ Իդեպ ասեմ, մենք հիմա սահմաններին կանդրադառնանք, Հայաստանին տալով ելք ֆիզիկական ելք դեպի սովծով, Հայաստանը ազատ ելք ստացավ դեպի 5 այլ նավահանգիստներ։ 3-ը բանից դուրս, այդ սահմաններից դուրս։ Այդ թվում ինքը Ստամբուլի, այսինքն այդ կողմը նավահանգիստը, Այասը Կիլիկայում եւ Հայֆան Պաղեստինում։ Հայերին իսկ մինչև Տրապիզոնն ու Բաթումը դա բաց նավահանգիստ էր բոլորի համար։ Դա վրացական նավահանգիստ չի եղել, դա եղել է բաց նավահանգիստ եւ Վրաստանին փոխանցեցի բրիտանացիներին պայմանով, որ այն պիտի լինի բաց նավահանգիստ Հայաստանի համար եւ հայերը պիտի ունենային այնտեղ սեփական նավամատույց եւ պիտի ունենային երկաթուղի սեփական դեպի Բաթում եւ այլն։ Հիմա գանք բուն փաստաթղթին։ Փաստաթուղթը սա այն ասեցի խաղաղության բանակցություններն էր գնում Փարիզում եւ Փարիզի վեհաժողովը ապրիլի 26-ին դիմեց այս 3 հոգին աչից Ուդրո Ուիլսոնն է, հետո Կլեմանսոնն է, Օրլանդոն է, ու Կլեմանսոն վարչապետը Բրիտանիայի, Օրլանդոն Իտալիայի վարչապետը եւ Լոյդ Ջորջը բանի Ֆրանսիայի, Բրիտանիայի վարչապետը։ Այս 3-ը դիմեցին Ուիլսոնին
Փարիզի վեաժողովի անունից։ Սա էլի պատասխան նրանք, որոնք իրենց տգիտությունը ցույց են դնում ու ասում են դե Վիլսոնը մի հատ քարտեզ գծեց։ Վիլսոնը մի հատ քարտեզ չի գծել։ Աշխարհի ամենակարևոր մարմինը խաղաղության վեհաժողովը, որը օրինապես այդ ժամանակ երկրները ստեղծել Արևելյան Եվրոպայում եւ Միջին Արևելքում, որոշել այդ պետությունների սահմանները, այսինքն կրկնում եմ, ամենաբարձր իրավական օրինական մարմինը, ինքն է դիմել, էլի հայերը չեն դիմել։ Իրենք դիմել են Վիլսոնին, խնդրել են, որ Փարիզի վեաժողովի համար որոշեն Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այսինքն, էլի հայերը շահառուն են, բայց հայերը դերակատարը չեն։ Իդեպ ասեմ, հայկական հարցը շուտով լուծվելու է մի տասնամյակի ընթացքում, էլի ոչ հայերի մասնակցությամբ։ Եթե մենակ հայերը չփչացնեն, չհրաժարվեն ամեն ինչից, դա կլուծվի, բայց հայերը գնում են փչացնելու ուղղությամբ, իդեպ դա պատահական չի արվում, որովհետև հասկանում են, նրանք լավ գիտեն, որ մոտենում է այդ ժամանակը, իրանք ուզում են սարքեն իրողություն, որ հետո դեմ տան ասեն, տեսեք, հայերը արդեն հրաժարվել են այս ամբողջից։ Դա բայց ուրիշ հարց է։ Հիմա այս երրյակը դիմեց եւ ստացան իրավարար վճիռը ստացան, ինչպես նաև կից քարտեզները։ Սա այս քարտեզը ես եմ նկարել ամերիկյան ազգային արխիվում, այնտեղ պահվում է եւ լավ ամերիկացիք բացի այն որ ուղարկել էին Փարիզ, իրենց մոտ է բոլոր օրինակները կա, սա երկու օրինակից պահվող, հա։ Իդեպ ասեմ, որ այստեղ մի բացատրություն էլ տան, որ էլի այդ շփոթությունները կա, մի անգամ Նալբանդյանին հարց տվեցին նախարար նախկին, դե ինքը ասեց ու շատ հայերն են ասում են, այն չի հաստատվել Միացյալ Նահանգների Սենատի կողմից, Կոնգրեսի կողմից, եւ շատերն են կրկնում, դա անհեթեթ բան է։ Իրավարար վճիռները հաստատելու կարիք չունեն, իրանք որոշման պայից հենց այդ ձևել գրած է thereupon, ուժի մեջ են մտնում։ Իրանք շփոթում են մեկ այլ հարց։ Հայցը ունեցել է երկու կետ առաջին ստանձնել Հայաստանի մանդատը, կետ երկրորդ որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը։ Կետ առաջինը այո, Սենատը մերժել է, արդեն ասեցի պատճառը ինչն էր, բայց որը բաց հարց է։ Իսկեն միշտ էլ կարելի այդ հարցը Ամերիկայի Սենատի առաջ բարձրացնել, այսինքն Հայաստանի մանդատը, այսինքն խնամակալության ստանձնելու հարցը։ Իսկ երկրորդ հարցը իրավարար վճիռներ, որի վերաբերյալ կրկնում եմ ապրիլ 26-ին 20 թվականի նամակը եկավ մեծ երյակից, մայիսի 14-ին արդեն Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեցին, որ Ուիլսոնը ընդունում է իրավարարի դերը։ Ես որ ինչ-որ ասում եմ, ես բոլոր փաստաթղթերն ունեմ, վերացական չեմ խոսում։ Հունիս ամսին 20 թվականին ստեղծվեց հատուկ հանձնաժողով Ուիլյամ Վեսթերմանի գլխավորությամբ, ինքը հայտնի պատմաբան էր եւ այդ հանձնաժողովում կային եւ պաշտպանության նախարարություն, հա, այն ժամանակ էլ պատերազմի նախարարություն էր կոչվում, ինչպես հիմա Թրամփը փոխեց անունը, War Department էր, պետքարտուղը եւ նախագահականից իրենց մոտ, որը հանդես եկավ այն պայից, երբ որ ստացավ նաեւ արդեն ստորագրված Սևրի պայմանագիրը, հանդես եկան բանով վերջնական որոշումով, սրանք է տարբեր փաստաթղթերն են, օրինակ սա հենց իրավարար վճռի բնօրինակն է, էլի իմ կողմից նկարված Վաշինգտոնի իրենց ազգային արխիվում, բան, ինքը այսպես կոչվում է legal size, այսինքն ինքը մի քիչ երկար թղթեր են, կապույտ գույնի, ինքը այսպես է, էլի, եւ բնականաբար ինքը թելով կարվում է, հետո է ստորագրվում եւ կնքվում։ Կնքված է իդեպ այս սպիտակը, որ տեսնում եք, սա Ամերիկայի մեծ կնիքն է, the Great Seal of the United States։ Սանով կնքվող բոլոր փաստաթղթերը դառնում են Ամերիկայի համար պարտադիր կատարման փաստաթուղթ։ Սա ամենաբարձր կարգավիճակ ունեցող փաստաթուղթն է։ Ամերիկայի մոտավորապես 10,000 ստորագրած փաստաթղթից 1000-ից քիչն է, որ ունի նման կարգավիճակ, որոնցից մեկը հայ-թուրքական սահմանի մասին փաստաթուղթն է ստորագրված վերևում Ուիլսոնի կողմից եւ ենթաստորագրված Բենբերս Քոլբի պետքարտուղարի կողմից։ Ինչ էր նախատեսում։ Նախատեսում էր սա, այսինքն այս գծից հյուսիս եւ արևելք Հայաստան էր, իսկ այն մնացածը բան, էլի կրկնում եմ, սա այն նախնական Հայաստանի 40%-ն էր։ Երբ որ ասում են ծովից ծով Հայաստան, շատ են ծովից ծով Հայաստան, նախ ասեն դա ամերիկյան ծրագիր է եղել, հայկական չի եղել էլի։ From sea to sea, դա Ուիլսոնի ձևակերպումն է, որը գալիս է Աստվածաշնչից, Սաղմոսներից է գալիս այդ ձևակերպումը։ Տալով այս որոշումը եւ քարտեզը, քանի որ որոշման պահից ուժի մեջ էր մտնում, նաեւ ստեղծվեց աշխատանքային քարտեզը 19
քարտեզ, այսինքն ես գիծը որ դուք տեսնում եք, բաժանվեց այդ ամբողջի սահմանն է, դա բաժանվեց 19 մասի, ստեղծվեցին ամեն մի բանի համար, հատվածի համար առանձին մանրամասն քարտեզներ, որպեսզի պատվիրակությունը գնա տեղում սահմանանշումը իրականացնի։ Սա ավելի մոտից որ պարզ լինի, ինքը Օսմանյան քարտեզի վրա է կատարված, դեպի սև ծով որ դուրս է գալիս այդ հատվածն է, այդ սահմանի, որ պատկերացնեք, ուրեմն սահմանը տրապիզոնից դեպի արևմուտք է անգնում, այսինքն տրապիզոնը որպես հայկական նավահանգիստ էր ընկալվում եւ տրված, այսինքն դե յուրե այդպես է, այսինքն սա այն երկրներն են, որոնք ստորագրել են Սևրի պայմանագիրը, հետեւաբար իրանք ճանաչել են այնտեղից 88-ից 92-րդ հոդվածներն, որը վերաբերում է դրան, այս 89-րդ հոդվածը, որ ինչ ասում, էլի լրիվ հոդվածը չկարդամ, այստեղ կարդամ միասին ընդունել այդ որոշումն անմիջապես, ընդունել այդ որոշումն, accept his decision thereupon, այսինքն երկրները պարտավոր են, երբ որ Ուիլսոնը որոշումը կայացնի, հենց սրան իմ ասացի փաստն է, որ վավերացման, հաստատման, բանի կարիք չկա, ընդունել անմիջապես, ինչի որտեղ իրավարար վճիռ ուժի մեջ է մտնում կնքման եւ ստորագրման պահից, որը տեղի ունեցել 1920 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրանից էսկոմ այս ուժի մեջը դե յուրե Հայաստանի Հանրապետություն տարածքն է, այն ինչ որ ասեցի դրանից հյուսիս եւ արևելք այդ գծից։ Այստեղ շատ հետաքրքիր մի մանրամասն ձեզ պատմեմ, որ դες թարգմանությունը իմն է, բայց եւ թե դուք նայեք հայկական սովետական շրջանի թարգմանությունները այս փաստաթղթի, մասնավորապես Ջոն Կիրակոսյանի այդ հայտնի կանաչ գրքի մեջ Հայաստանը, սովետական Ռուսաստանի եւ բուրժուական դիվանագիտության փաստաթղթերում, այնտեղ դուք մենակ այս փաստաթղթի այս մի հոդվածում 3, չգիտեմ, դիտավորյալ թե պատահական լուրջ խեղումներ, կեղծիք կգտնեք, այնտեղից բացաթողված 3 կարևոր բան, մեկը նա է, որ եթե դուք տեսնում եք, որ այստեղ ասում է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը, այնտեղ նախագահ բառը չկա, դիմել Միացյալ Նահանգներին, որ հայտնի չի ով պետք է որոշի, իրավարարությունը, arbitration-ը թարգմանած է որպես որոշում, decision, arbitration ուրիշ է, որոշում ուրիշ է, arbitration դա իրավական հարց է, որ անմիջապես ուժի մեջ է, բեկարման ենթակա չի եւ անժամանցել է, decision-ը կարա փոխվի, arbitration-ը եւ բացակայում է նաեւ ընդունել այդ որոշումը անմիջապես բառը, ընդունել այդ որոշումը, այսինքն որ ընդունող կողմը կարող ասի, այո, ես դա ընդունելու եմ, բայց 150 տարի հետո, սա 89-րդ հոդվածն է Սևրի պայմանագրի, որը ի դեպ ուժի մեջ է անկախ իր վավերացված լինելուց, թե չտել մի ուրիշ սովետական պրոպագանդա է, ասում են, որ բանա, Սևրի պայմանագիր չի վավերացվի, հետևաբար ուժ չունի, հետո ինչ, բա որ չի վավերացվի, այս միջին արևելքի երկրները ոնց են ստեղծվել, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Միացյալ Էմիրությունները, Կատարը, բոլորը ստեղծվել են Սևրի պայմանագրի հիման վրա, այսինքն դրանով են ճանաչվել, որ իրանք այլևս մաս չեն Օսմանյան կայսրության եւ մինչեւ Լոզանի պայմանագիրը, սա ուզում եմ հատուկ շեշտել, մինչեւ Լոզանի պայմանագիրը, այսինքն մինչեւ 23 թվականի հուլիսի 24-ը արդեն ազգերի լիգան մանդատը փոխանցել է Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Իսկ մանդատը կարելի էր փոխանցել միայն այդտեղ հստակ գրած է 22-րդ հոդվածի կանոնադրության, որ on former territories of Ottoman Empire, այսինքն Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա։ Իսկ սրանք նախկին են դարել այս փաստաթղթի հիման վրա եւ այլն։ Հիմա, քանի որ թուրքերը հայտնի են, որ կարան մի բան ստորագրեն, ուրիշ մի բան անեն, օրինակ 90-րդ հոդվածը հստակ ավելի հստակեցրեց, որ from the date of such decision, այսինքն այդ որոշման օրվանից պիտի ուժի մեջ մտնի, որ հանկարծ այդ անմիջապես բառը չմեկնաբանվի 80 տարի կամ 100 տարի հետո, հստակ գրած է, օրվանից, ուրեմն նոյեմբեր 22-ից ուժի մեջ է, նույն այստեղ շատ չխորանամ, այս չափորոշիչներն են, որ վստահաբար բան, ահա, սա իրավարար վճռի ամբողջական փաստաթուղթն է, որ առաջին անգամ 2011 թվականին ես եմ տպագրել, ցավոք սրտի գրքի հիմնական քանակը կալանքի մեջ է գտնում, Վազգենը լավ գիտի որտեղ է, այդ կալանքը այդ գրքերի ու ես չեմ կարողանում այս գրքերը ստանամ եւ տարածեմ։
Եվ մեծ լուրջ կասկածներ կա, արդյոք այդ մարդիկ գործում են օտար երկրի հարահանգներով, թե չէ։ 2.500 օրինակով գիրքը տպագրվել է ժամանակին, մոտարապես 500 հատ բաժանվել է, 2000 հատը կամ այնտեղ փդում է, կամ արդեն ոչնչացվել է, ես լուրջ չունեմ։ Այդտեղ տարբեր մարդկանց մատը խառներ իհարկե եւ այլն։ Հիմա անդրադառնամ նրան, թե ինչպես պիտի խնդիրը, ասենք, լուծելու ինչ տարբերակներ կա, ու արդեն կանցնենք հարց ու պատասխանին։ Նայեք, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տնտեսապես, ռազմականապես, քաղաքականապես, քան Թուրքիան եւ Ադրբեջանը, այդ տին ունենք։ Ինչքան էլ որ մենք համախմբվենք, ինչքան էլ որ մենք, չգիտեմ, ոգեղեն ուժունենք, չի աշխատում։ Կա զենք, կա հրթիռ, կա տնտեսություն, կա ֆինանս եւ այլն։ Դրա դեմ խաղ չկա։ Ուրեմն դու պետք է պայքարը տանես այն դաշտը, որտեղ դու ուժեղ ես։ Հայաստանը ուժեղ է միայն միջազգային իրավունքի դաշտում։ Դրա համար ինքը պիտի բնականաբար խնդիրը փորձի լուծել միջազգային դատարանի միջոցով։ Իսկ միջազգային դատարանում կա երկու ճանապարհ լուծելու։ Մեկը նրա կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա հայցելով խորհրդատվական կարծիք, advisory opinion կոչեցյալը, որը պարտադիր չի կատարման համար, բայց դա շատ կարևոր է, այսինքն դիմում ես եւ ստանում ես, թե ինչ բան ունի, կարգավիճակ ունի այդ հարցը, մյուսը, հա, սա 65-ներ եւ մյուսը 33, չէ, ՄԱԿ-ի կանոնադրությունը մի վարքյան, հա, այս 36-րդ հոդվածը ՄԱԿ-ի դատարանի, որը ասում է 36-ի երկրորդի բակետը միջազգային իրավունքի ցանկացած հարց կարող է վերցնել քննության եւ տալ եզրակացություն փաստի առկայության, թե ինչ որը հաստատում է ինչ կարգավիճակ ունի եւ այլն խախտում է բան պայմանագրի։ Այսինքն միակ ճանապարհը հետեւյալն է։ Այն որ զարգանում է միջին արևելքը իր ընթացքով գնում է, մեր անելիքը ինչ դելնի։ Առաջինը չփչացնել մեր իրավունքները, չհրաժարվել, չփչացնել, համը չանել տարբերակով։ Հակառակ դեպքում դա մեր դեմ են տալու անպայման, ասելու են դուք արդեն հրաժարվել եք եւ այլն։ Մյուս տարբերակն է պատրաստել իրավական փաթեթը, որովհետեւ դրա մասին ես եթե հետևեք 15 տարի է խոսում եմ, ես դրա մասին խոսում եի այն ժամանակ, որ ամերիկացիք չգիտեն, որ իրանք միջին արևելք մտնելու են եւ կռիվ են տալու եւ ես որ ասում եի ամերիկացիք ու հрьяաները կռվելու են Թուրքիայի դեմ, ասում են ինչ եք ասում եղբայրեն։ Համբերեք, գրանա դնում ամեն օր լսեք հայտարարությունները, ամեն օր Թուրքիայի հայտարարությունները, Իսրայել դեմ, Իսրայել դեմ, Թուրքիայի դեմ։ Դա Բախշայերի բախումա, որ լինելու է անխուսափելիորեն, որովհետեւ Իրանը ավարտելուց հետո Իրանը պետք է իշխանափոխություն լինես, էլ հայերը չեն հասկանում։ Իրանի իշխանափոխությունը առաջին հերթին իրանցի ժողովրդի օգտին է, երկրորդ հերթին հայ ժողովրդի օգտին է, որտեղ Իրանը դառնալու է թիվ 1 դաշնակիցը Միացյալ Նահանգների եւ միասնաբար, իսկ հետևակը մենակ Իրանը կարա տրամադրի, Իսրայելը տրամադրող չի հետևակը։ Իսրայելը կարա տրամադրի հրթիռներ, օդանավեր եւ այլն, բայց հետևակ տրամադրելու է Իրանը, որպեսզի այդ բոլոր հավակնությունները Թուրքիայի մեծամիտ ձգտումները տեղը դնեն։ Եվ դրան գնալու է այդ ժամանակ բոլորը հիշելու են հայերի իրավունքների մասին, բոլորը խոսելու են Ուիլսոնի իրավարարվեցրի մասին, բոլորն ասելու իհարկե բացի հայերից։ Իրանք անելու են։ Այդ ամբողջ, բայց անելու են իրանք։ Հիմա հարցը հետևյալն է. մենք պատրաստ կլինենք ինչ որ մի բան կստանանք, մենք պատրաստ չենք լինի, այնտեղ պատրաստ մարդիկ կան, քրդերը կան ու կան։ Այդ հողերը թուրքերին չի մնալու։ Դա իրանց համար անիծյալ հողեր է։ Այդ չի մնալու իրանց, բայց հարցը հետևյալն է. ով է ստանալու, հայերը թե քրդերը։ Քրդերը ապրում են հողի վրա, քրդերը կռվող ժողովուրդ են եւ ունեն հնարավորություններ։ Բայց իրավական առումով եւ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եթե այդպեսին կարողանանք խաղալ, ոնց որ թե այդքան էլ չի ստացվում, էլի, մենք ավելի շատ բան ենք կատարող ենք, քան անդադասում ենք ինքնիշխանություն, բայց ոնց որ թե այդ չկա։ Եթե այդ լենք Հայաստանը այդ առումով առավելություն ունի, եթե ինքը շարունակի գործերն են։ Եվ հետեւաբար այս փաստաթուղթը, այս քարտը 1947 թվականին, երբ որ Նյու Յորքի Waldrop Astoria հյուրանոցում տեղի ունեցավ հայկական առաջին կոնգրեսը, եւ պատահական չէ, որ այս Ուիլսոնի
նկարը, իրավարվճիռը մեջտեղ եկավ։ Հիշեցնեմ, սա երբ էր։ Սա աշխարհի հերթական վերաբաժանման եւ կազմակերպման շրջաններ, ՄԱԿ-ի ստեղծումներ։ Եւ այդ ժամանակ պիտի որոշվեր սահմանների հարցը։ Դրա համար այս հարցը նորից մեջտեղ եկավ, հայերը ճունեին պետություն, եւ Ստալինն այս քարտը շատ լավ խաղարկեց, որի դիմաց ինքը ստացավ Լեհաստանը, որտեղ իրան առաջարկվեց կամ Հայաստան կամ Լեհաստան, ինքը նախընտրեց Լեհաստան, որ այսօր իրանց համար սխալ որոշում է, որտեղ ոչ Լեհաստանն են, ոչ էլ Հայաստանի, ես չեմ ասում Արևմտյան Հայաստան, դա Արևմտյան Հայաստան չի։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք է։ Եվ ոչ թե դա պատմական տարածք է, դա էլ շատ սխալ է, ասեն պատմական Հայաստան, չէ, դա պատմական Հայաստան չի։ Պատմական Հայաստան Կեսարյանա, չգիտեմ Սեբաստիանա, չէ, դա Հայաստանի Հանրապետության տարածք է, որը միջազգայինորեն ճանաչվել է, ընդունվել է, ուժի մեջ է։ Ուրիշ բան, որ դա օկուպացվել է մեզանից։ Ինչպես Հյուսային Կիպրոսը օկուպացված է Կիպրոսից, դա չէ, դադարես լինել Կիպրոսի տարածք։ Մեզանց էլ հետ են օկուպացրել 20 թվին են օկուպացրել։ Հետո ինչ։ Ժամանակը անօրինականությունը օրինական չի դարձնում, եթե դու չես ճանաչում օրինականությունը, այս ամբողջ հարցը։ Եվ այդ ամբողջը դրան են տանում։ Կարճ ասած, մի անգամ 46-47 ՄԱԿ-ի ձևավորման հետ էր, հիմա ակնհայտ է, չէ, բոլորը հասկանում են, որ հետ պատերազմյան, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը այլևս չի գործում։ Այդ ՄԱԿ-ի հնգյակը, որ կա անվտանգության խորհուրդ, հիմա Ռուսաստանն են ուզում դուրս մղեն, որտեղ ինքը այլևս ոչ տնտեսապես, ոչ ռազմականապես այդ ուժը չունի։ Սովետական միությունը համաշխարհային տնտեսության 16-17%-ն է, Ռուսաստանը 1.5%-ը չկա։ Ոչ մի բանով ուրեմն եւ հակառակը երկրներ կան, որ աճել են, եկել են, եթե Չինաստանը այն ժամանակ սովետականության աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ էր, հիմա Հնդկաստանն է ուզում մեջտեղ գա, մյուսները կան, այսինքն մենք եկել ենք աշխարհի վերաձևման ժամանակաշրջան, հատկապես միջին արևելքից է դա սկսել։ Ես սա դրա համար եմ ցույց տալի, որ ու հետեւաբար այս հարցերը նորից է բարձրանալու, ու կրկնում եմ, սա անկախ մեր ցանկությունից կամ մեր մասնակցությունից։ Հայկական հարցը երբեք հայերի հարցը չի եղել։ Հայկական հարցը երբեք հայերի կողմից ստեղծված հարց չի եղել։ Դա համաշխարհային գերտերությունների պայքարի արդյունքում ձևավորված խնդիր արևելյան հարց է եղել, որի մասը Հունաստանն էր, որը լուծվեց, եղել է հայկական հարց, որը չի լուծվել, կիսատ է մնացել, իսկ արևելքի վերաձևավորման հարցը կիսատ է մնացել, որտեվ 20-ականներին սովետական միության գոյությամբ բան եղավ, արդեն պայքարը դարձավ ավելի շատ ոչ թե աշխարհաքաղաքական, այլ գաղափարախոսական, բայց որը 91 թվականին ավարտվեց, հիմա ավարտին են հասցվում վերջին, այսպես ասած, շտրիխները մաքրելու այդ սովետական գերիշխանության շրջանը, արևելյան Եվրոպան արդեն լրիվ ոչ սովետական է, հիմա նաև աշխատանք է տարվում նախկին սովետական հանրապետություններից ռուսական ազդեցությունը մաքրելու, այդ թվում տեսնում ենք Հայաստանում, այսինքն չեմ ուզում քաղաքականացվել, բայց այդ գործընթացն է գնում այս ամբողջը, որից հետո գալու է արդեն երրորդ փուլը։ Երրորդ փուլը վերաձևակերպման, վերաձևավորման հարցն է գալու, այդ թվում նաև սահմանների։ Այսքանը պատրաստ եմ պատասխանելու հարցերին, եթե կան։ Տեսեք, մենք փոքր շրջանակով դուք այդքան աշխատում եք, ներկայացնում եք, մենք ինչ-որ գաղափար ունենք։ Արդյոք կան ամերիկյան շրջանակներում գիտական կամ քաղաքական, որ ձեզ նման հետաքրքրություն ունեն այս հարցի նկատմամբ եւ զբաղվում են հարցով, ու հատկապես ու երբ որ դուք ներկայացնում եք, ինչ վերաբերմունք կա եւ արդյոք այդ երրորդ փուլը գալիս հիշելու են 100 տարվա առաջվա եղածը, այդ ամենը թե ելակետը ուրիշ կլինի հարցի լուծման։ Այո, Ամերիկայում կան շրջանակներ, ովքեր զբաղվում են միջին արևելքի վերակազմավորման, վերաձևավորման հարցերով։ Եվ միանշանակ կան դրանք կարդացեք օրինակ Մայքլ Ռուբինի վերջի հոդվածները, կարդացեք 4-5 օր առաջվա էլի հետազոտական American Enterprise կազմակ Enterprise, Democracy Enterprise-ի հետ, որը աչ think tank-ը եւ այլն, այնտեղ չեն քննարկում գալու այդ շրջանը, թե օրինակ այնտեղ քննարկում էին հարց հետեւյալն է. քանի օր կտևի թուրք-իսրայելական պատերազմը։ Քանի օրում Իսրայելը կջախջախի Թուրքիային։ 8 օրում, թե ավելի երկար։ Նման հարցեր է քննարկվում եւ քննարկումա վերաձևման հարցերը։
Թրամփի քաղաքականությունը ՆԱՏՕ-ն լուծարելու եւ վերակազմավորելու այս ամբողջ խաղը, որ գնում է, որ Վենսը գնաց Մյունխեն ու խոսած ասեց, որ դուք պաշտպանական ոչինչ չունեք, դուք եվրոպական պաշտպանեք ձևավոր ինչի համար արվում։ Ինքը չէր սիրում Եվրոպան, չէ, ինքը շատ բարձր բան, արվում է, որպեսզի Եվրոպան ստեղծի իր առանձին պաշտպանական կառույցը, որպեսզի ՆԱՏՕ-ն ձևակերպվի, լուծարվի եւ վերակազմակերպվի առանց Թուրքիայի։ Թուրքիան կփոխարինի ամենայն հավանաբար Ուկրաինան։ Հայաստանն ու Վրաստանը, եթե խելոք լինեն, կարող է եւ այդտեղ մտնեն այդ պաշտպանական համակարգի մեջ, բայց Հայաստանը հաստատ այդքան խելք չունի մտնելու համար, բայց Ուկրաինային կմցնեն, Ուկրաին կռվող ժողովուրդ են եւ այլն։ Հիմա այդ կա, հիմա այդ ամբողջի մեջ իրանք օգտագործում են, այսպես Հուիլսոնի իրավարար վճիռը մեր հարցը, դա շատ փոքր հարց է։ Բայց դա կարա լինի եւ այդպես է, իրանք ծանոթ են, տվել եմ խոս, այսինքն դա գործոններից մեկն է, որ իրանք կարող են օգտագործել։ Օրինակ, համար իրավական փաթեթավորում է, չէ՞ պետք այս ամբողջի համար։ Հո դու չես կարող ասել, որ այ դու Էրդողան սպառնում ես մտնել Իսրայել եւ Երուսաղեմ նույն ձևով ինչ որ մտար Ղարաբաղ, չէ Էրդողանի հայտարարությունն է։ Դրա համար մենք քո ատամները ջարդելու ենք։ Չէ, իրանք դες չպետք է ասեն, իրանք պիտի ասեն, այ Վուդրո Վիլսոնը ժամանակին այս բանը տվել է, ու դուք իրականություն չեք դարձել եւ մեր Սենատը 1927 թվականին վերահաստատել է, որ սա հայերի իրավունքն է։ Ինչի հայերին իրանց հողը չեք տալիս։ Նրանք էլ ասել են ինչ եք ասում, բան, յա ոնց թե դուք խախտում եք միջազգային իրավունք։ Այսինքն խոսքը հետեւյալն է, սա գործիք է։ Հիմա մենք կկարողանանք այս գործիքը օգտագործել կամ իսպաս դնել, նաև իրանց ձեռի տակը պետք է դնես։ Իրանք այսպես ման են գալի մի բան, որ կխփեն տան Թուրքի գլխին։ Կդնենք ձեռի մեջ իրավարար վճիռ, իրանք այդ կգան կխփեն Թուրքի գլխին։ Չենք դնի, իրանք քրդական հարցով կխփեն, այնտեղ քրդերին կկոտորեն եւս մի 3000 կամ 5000 եզդի կկոտորեն, ասեն կրոնական ու ազգային փոքրամասնություններն ենք ուզում փրկենք, միշտ պատճառ ու պատրվակ կլինի։ Բայց խնդիրը հետեւյալն է, եթե մենք կանք այդ խաղի մեջ, եթե մենք կանք այդ պայքարի մեջ, մենք շանս ունենք, ես չեմ ասում երաշխավորված ինչ որ մի բան, շանս ունենք ինչ որ մի բան ստանալու։ Եթե մենք չենք անում, բնականաբար դա էապես նվազում է։ Հիմա վերջում կտան մի բան, չեն տա բան, բայց ամեն դեպքում ես ուզում եմ մի բան ասեմ։ Ամենավատ տարբերակում անգամ Թուրքիայի տրոհումը, անգամ քրդական պետության ստեղծումը մեր հողերի վրա, դա մեզ համար ավելի նպաստավոր է, որովհետև ինքը կտրելու է, ու ես ժամանակին զբաղվել եմ, բայց մեր պետությունը չաջակցեց այդ հարցերով, երբ որ էլի Վազգենեկիշի Դերսիմից եւ այլն գալիս էին տարբեր պատվիրակություններ, դրանք ալևիներն են եւ այլն, այդ ամբողջը, հասկանում եք, երբ որ թուրքական աշխարհը կիսվի քրդական աշխարհով, Ադրբեջանը մեկուսացված ամնում։ Եթե մենք դա իրականացնեինք, մենք 20 թվականին չենք ունենա այն պատերազմը, որ մենք ունեցանք, որտեղ եթե Թուրքիա աջակցությունը չլներ 2020-ին, Ադրբեջանը չէր համարձակվելու այդ պատերազմին։ Բանը։ Մենք դա չարեցինք։ Մենք չգիտես ինչի սպասում ենք, որ աշխարհից պետք է ինչ-որ երկնքից 3 խնձոր ընկնի հեքիաթի նման չընկավ, երկնքից ռումբեր ընկան եւ դրոններ ընկան մեր գլխին։ Հիմա էսա, հիմա նույնն է։ Մենք կպայքարենք, որովհետև հասկանում եք, մարդիկ չեն հասկանում, որ պատերազմ եւ խաղաղությունը ցանկության վրա չի խարսխվում։ Այսինքն, այ մենք կռիվ չենք ուզում։ Մենք խաղա, իսկ ով է կռիվ ուզում։ Հələ մի հատ հարցրել եք, չէ, ձև չի, աշխարհի ոչ մի ժողովուրդ չի կռիվ ուզում։ Դու պետք է ռազմա, քաղաքական, տնտեսական որոշակի հավասարակշռություն ստեղծես, որ դիմացինդ վախենա։ Վախն է խաղաղության պահպանման միակ գործոնը։ ՍՍՄ-ն ու Ամերիկան իրար ատելով խաղաղության մեջ ապրեցին, որտեղ վախենում էին երկուսն էլ իրարից, որտեղ եթե անգամ առաջին հարվածով ոչնչացնեին բոլոր ատոմային ռումբերը իրար, 5%-ը անխուսափելիորեն փրկվում էր, իսկ 5%-ը բավարար էր դիմացինին ոչնչացնելու համար։ Դրա համար Ամերիկան վախում էր Սովետին խփել, Սովետը վախում էր Ամերիկային խփել, որտեղ գիտեին դա ամեն ինչի վերջ է։ Հիմա եթե քո թշնամին քեզանից չի վախենում, որ ինքը խփեց քեզ, դու էլ իրան պետք է նենց խփես, որ ինքը ջարդվի, չգիտեմ, նավթամուղերը, նավթաբազաները, երկրի կեսը հողին հավասարի, ի՞նչն է իրան պահելու։ Այն պապայի արև խոսքը կամ չէ մենք գիտես մենք Տիգրան մեծին չենք մենք Տիգրան մեծի մասին չենք դասավանդում մեր դպրոցներում որ մեր երեխաները նացիոնալիստ չմեծանան եւ հակումներ չունենան այսինքն դա արդյոք փրկելու է չի փրկելու որտեվ պատրվակ միշտ էլ կարելի է գտնել պատերազմի համար վստահեցնում եմ ձեզ ցանկացած պատրվակ պետք եղավ նման դասախոսությունն էլ կարա պատերազմը լինի պատերազմի պատրվակը լինի ասեն այ տեսեք ինչ վատ բաներ են խոսում հա բան ունեն միշտ էլ կարելի է Հիտլերը որտեղ հարձակվել Լեհաստանի վրա ինչ արեց ես եղել եմ Գդանսկում տես այդ փոստատունը եւ այդ ամբողջը ինքը
լեհական համազգեստով նախ հարձակում արեց բանի վրա, այդ գերմանական փոստատան վրա, հետո ասեց լերը հարձակվել են իմ վրա, ես պաշտպանում եմ իմ, որտեվ Գդանսկը այդ ժամանակ, Դանցիգը իրենցն էր։ Իմ վրա եւ ինքը պաշտպանելով իրեն հարձակվեց։ Ադրբեջանը որ հարձակվեց Արցախի վրա, ինչ ասեց։ Ասեց ես հակատերորիստական բան եմ անում, կամպանիա եմ անում, ոչ ասեց ես գնում եմ հայերին կոտորելու, ես իմ հայրենիքը ազատում եմ տերորիստներից, այսինքն պատրվակ միշտ կարելի է գտնել։ Դրա համար հարցը հետևյալն է, մենք պիտի ավելի սթափ նայենք իրականությանը եւ պատրաստվենք այդ ոնց որ ասած այդ իրավիճակին, որպեսզի գոնե եղած ժամանակ օգտվենք եւ շահենք ինչ որ մի բան, որովհետեւ կրկնում եմ, ոչ ոք մեզ անգամ չի երաշխավորել այս եղածը պահելու։ Եվ երբ որ ես որ խոսում եի ու մեր ղեկավարությանն ասում եի, որ այս թեման պետքա բարձրացնել գոնե այս եղածը պահելու համար, որպեսզի աշխարհին դու ցույց տաս, որ քեզանից արդեն այնքան են վերցրել, որ այլևս դու չես կարող տալ որևէ բանը, չարեցին, որտեվ էլի հույսները դրել էին ինչ որ այլ բաների վրա։ Այո, համեցեք, եթե հարց կա։ Համեցեք։ Բարոյական իրավարար չի ռադացի այն փոխհատուցումի նյութական ինչ-որ փոխհատուցում անպատասխան է։ Չէ, բուն իրավարար վճիռը, որտեվ դա այսպես էր, ինքնեն դիմել էին, միգուցե գտնեմ վերնագիր, ուրեմն Ուիլսոնին դիմել էին հայ-թուրքական սահմանը որոշելու համար, այսինքն հստակ բան էր, եւ որոշումը վերնագիրը կարդամ ինչի մասին է։ Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիա եւ Հայաստանի միջև սահմանի, այսինքն սահմանն է որոշե, Հայաստանի դեպի ծով ելքի, եւ ասենք մի ելք, եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ։ Այսինքն մեկը որոշել է ինչ տարածք պիտի տա, մեկը 5-ը, ասում եմ այդ նավահանգիստը Բաթում, Տրապիզոն, Հայդար Փաշա կոչվում Ստամբուլի մոտ այդ բանը, նավամատույցը Հանդար Փաշա, Այաս եւ Հայֆա։ Դա երկրորդ կետն է, այդ 5 նավահանգիստը Հայաստանին եւ դեպի այդ նավահանգիստը գնացող երկաթուղին որպես հայկական սեփականություն, դա շատ կարեւոր հանգամանք է, եւ երրորդ կետը ապառազմականությունն է, որը 50 կիլոմետր երկայնքով Հայաստանի սահմանին երկայնքով այս սահմանը դնեմ, այս կարմիր գծից հարավ առումով 50 կիլոմետր պիտի ապառազմականացվեր Թուրքիայում, այն ժամանակ դե 50 կիլոմետրը մեծ տարածություն էր, էլի համարվում, որ հրանոթը մի 10-12 կիլոմետր հազիվ էր խփում եւ հաշվում էին, որ եթե մինչեւ զորքերը 50 կիլոմետր անցնեն, մի 3 օր կտևի մի բան կլինի եւ այս հարցերն է։ Նյութական հատուցումների մասին առանձին հանձնաժողով կա ստեղծված, նույն Փարիզի վեաժողովի շրջանակում, որը առանձին հաշվարկներ է կատարել եւ հայկական պատվիրակությունն ունի գրագրություն դրա հետ, միայն, այսպես ասենք, այս ամբողջը ստանալուց հետո եւ այսինքն սանից դուրս մնացած գույքի շարժական գույքի արժեքը 19 միլիարդ շվեյցարական ֆրանկ էր աշխում, որը անգամ այն բանից հետո, երբ որ Լոզանի պայմանագիրը ստորագրվեց եւ գիտեք, Հայաստանը չմասնակցեց, որտեղ օկուպացված էր, այլևս գոյություն չունես, կա պահպանված Ավետի Սահարոնյանի բանը, նամակը, նոտան, ժամանակ արդեն Փարիզի վեաժողովն ավարտվել էր, բայց կար բան, դրա շարունակությունը կար, ազգերի լիգան էր զբաղվում, նոտա, որի մեջ նշված է 3.6 միլիարդ դոլարի մասին, որ մենք տեր ենք այն գումարին, որը Թուրքիան պիտի ոնց որ ասած հատուցումներ տա, դա այդ ժամանակ գրած է 3.6 միլիարդ, որ այսօրվա գներով գալիս է մի մոտ 100 միլիարդ, բայց կրկնում եմ, սա անշարժ գույքի գինը չի, սա անվերականգնելի կորուստներն է, ասենքն եկել են, վառել են մեկի գութանը, մյուսի էզմանը, որտեվ անշարժ գույքը կամ հողը համարվում էր, որտեղ հայերը հետ ստանան։ Սա է։ Պարոն Պապյանից հետաքրքիր է, թե ինչու են ոմանք շարունակ պնդում, որ ազգերի լիգան չեղյալ է համարել Հայաստանի վերաբերող Սևրի պայմանագրի մասը, քանի որ իրենք ընդունել են Թուրքիայի այդ պահին արդեն հաստատված սահմանները։ Դա մեկ եւ մի հարց է, արդյոք Իսրայելը հենց մեր պատմական տարածքների վրա հավակնություն չունի այդ տարածքում։ Սկսեմ վերջից, իհարկե չունի։ Թեոդոր Հերցելը երբ որ ժամանակին
Ավետիս եւ Մարո Նազարբեկյանների հետ հանդիպեց, իրենց առաջարկը հետեւյալն էր, որ եկեք քանդենք Օսմանյան կայսրությունը, Եփրատից հյուսիս ձեզ, Եփրատից հարավ մեզ։ Հայրը ասեցին, ինչ եք ասում, մենք հավատարիմ զավակներն ենք Օսմանյան կայսրության, մենք սոցիալիզմ ենք կառուցելու եւ այլն եւ այլն։ Հերցելը, որը քաղաքական սիոնիզմի հիմնադիրն է, գիտեք, դեպի Իսրայել պետության հայրը, ասես դուք գիտեք, մենք մերը կանենք եւ արեցին, իրենք քանդեցին Օսմանյան կայսրը եւ ստացան։ Հիմա իրանք նման հավակնություններ չունեն։ Իրանց խնդիրը հետեւյալն է, չեզոքացնել վտանգը, իսկ Թուրքիան համարվում է աճող վտանգ, չեզոքացնել բոլոր հնարավոր միջոցներով, քրդական գործոնով, հայկական հարցով, այ 2 օր առաջ սենատորներից մեկը էլի արգելք դրեց F-35-ների վաճառքի վրա Թուրքիային։ Եվ դա հրեական լոբիի շնորհքները, որովհետև իրենք հասկանում են F-35-ը Հայաստանի համար չեն առնում։ Առանց F-35-ի էլ Թուրքիան Հայաստանը կարող ոչնչացնի, առնում են Իսրայելի համար, առնում են Հունաստանի համար, եւ այն որ այսօր Իսրայելը Կիպրոսի եւ Հունաստանի հետ միասին պաշտպանական դաշինք է կնքում։ Այն որ վերջի 3 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները 3 նոր ռազմաբազա են բացել Հունաստանում, այդ թվում Կրետեի ամենամեծ ռազմածովային բազան, որտեղ ավիակիրներ են կանգնած, այն որ պաշտպանում ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգի շտաբը Իզմիրից տեղափոխվեց Հունաստան Լարիսա քաղաքը, այդ ամբողջը մեծ պատերազմի պատրաստությունն է։ Սա ասենք ասենք նախավերջի մեծ պատերազմն ալնելու։ Վերջի պատերազմը Չինաստանի հետ ալնելու իհարկե, սա դրան է հետանում։ Այստեղ պետք է մաքրեն միջին արևելքը, որ վերջնական պատերազմի գնան։ Ամերիկան չի թողելու Չինաստանը, ոնց որ ասած, աճի ու թփրտա։ Այդ հայերն են նստած սպասում, որ թշնամին ուժեղանա, հետո գա իրանց կոտորի։ Ոչ մի նորմալ երկիր տենց բան չի անում, ինչպես ասում էր մի ոստիկանապետ, պետք էր օրորոցի մեջ խեղդել, հիշում եք, ասում են, մենք օրորոցի մեջ խեղդենք, այ իրանք օրորոցի մեջ են խեղդում ցանկացած վտանգ, որ իրանց համար լինում է։ Եվ այս ամբողջը բան է։ Հիմա ազգերի լիգան, ՄԱԿ-ը պետության սահմաններ չեն ճանաչում։ Դա հերթական ապուշությունն է, որը անընդհատ կրկնում են, ես հոդվածներ ունեմ գրած, կա հատուկ բացատրություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որ պետության սահման ՄԱԿ-ը չի ճանաչում։ ՄԱԿ-ը ճանաչում է պետությանը։ Եթե պետության սահմաններով ճանաչեր, ապա առաջինը ՄԱԿ-ի անդամ երկրները պիտի տարածքային վեճեր չունենային։ Չէ՞։ Եթե երկուսն էլ ընդունվել են ՄԱԿ, ուրեմն սահմանները ճանաչված է, ելի տարածքային վեճ, ասենք Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջև Կուրիլյան կղզիների վերաբերյալ։ Աշխարհում այսօր հաշվում է առնվազն պաշտոնապես գրանցված 300-ից ավել տարածքային վեճ կա։ Առնվազն։ Այդ թվում հայ-թուրքական տարածքային վեճ չկա։ Դա ամրագրված չի, որտեղ հայերը երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել։ Բայց 300 ավել, այսինքն ՄԱԿ-ի 197 անդամը 1.5 ամեն մեկի վրա տարածքային վեճ են գնում։ Ասած հետեւյալն է, եթե սահմանները ճանաչվում են ՄԱԿ-ի անդամ դառնալ, այդ վեճը չպետք է լինի։ Այդ ամբողջը կա։ Մյուսը, եթե պետության սահմանները փոփոխվում են, ուրեմն նշանակում է ամեն անգամ պետք է ՄԱԿ-ը նորից ճանաչի այդ պետությանը։ Նման բան էլ չկա, այսինքն չկա։ Սահմանները որոշվում են պետությունների միջև կնքած համապատասխան պայմանագրով, որը ներառում է իր մեջ դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Նիկոլ Փաշինյանը դա շատ է սիրում։ Դելիմիտացիան ո՞րն է։ Դելիմիտացիան դա սահմանի նկարագրությունն է պաշտոնական փաստաթղթի մեջ, դեմարկացիան դա սահմանի նշումն է սահմանի վրա, այդ հայտնի սյուներով եւ նշաններով։ Հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, սովետական սահման, որովհետեւ չկա որևէ փաստաթուղթ, որը դելիմիտացիայի կամ դեմարկացիայի ենթարկած լինի Հայաստանում։ Եվ այդպես էլ ասում են, չէ, ասում են, այ դեմարկացված։ Եվ երբ որ այս 20 հոգյանոց խումբը գնաց Ադրբեջան, իրան գնացին հատուկ իրանցով անցան, որտեղ այդ մի հատվածն է, որ ասած դելիմիտացված է համարվում, այլ չկա։ Իդեպ ասեմ, Հայաստանը ճանաչել է գոնե իշխանության մակարդակով Ադրբեջանը սովետական Ադրբեջանի սահմաններում, իսկ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանը սովետական Հայաստանի սահմաններում։ Ինքը ասում է, ես հավատարիմ եմ իմ սահմանադրությանը, որն ասում է, ես առաջի դեմոկրատական Ադրբեջանը իրավահաջորդն եմ։ Հիմա հարց առաջանում, իսկ որոնք են այդ սահմանները առաջի։ Ինքը ինչ որ ապուշ քարտեզներ է ներկայացնում իրենց իսկ կողմից ժամանակին ներկայացված ազգերի լիգա եւ այլն։ Հիմա մենք դրա դեմ ո՞նց պետք է պայքարենք։ Մենք էլ դրա տասնապատիկ ավելը մերը պետք է ճիշտ ներկայացնենք։ Հետո վաղը, երբ որ մեզ Ադրբեջանը ասի, որ այ տեսեք
օրինակ Զանգեզուր նիմնա, ոնց որ հիմա է ասում, եւ Վայոց-Ձոր նիմնա, եւ աշխարհը ձեն չանի, որևէ մեկին չպետք է մեղադրենք, որովհետեւ այդ աշխարհին կերակրել են այդ ինֆորմացիայով, տվել են քարտեզա, գրքերա, փաստաթղթեր, իրանք այդ գիտեն։ Իսկ մեր կողմից ոչինչ չի տրվել։ Այսինքն ինչ որ ցանում ես, այն էլ հնձում ես։ Եթե մենք ոչինչ չենք ցանում, ինչ ենք ակնկալում, որ օրինակի համար նույն Գաբոնի դիվանագետը կամ Ամերիկայի դիվանագետը կամ չգիտեմ Ուզբեկստանը պետք է ինչ որ մի բան իմանա կամ պարտավոր է իմանա մեր իրավունքների մասին։ Իհարկե ոչ։ Այո, 1920-ական թվականներին Ամերիկայում կար մի խավ, որը գիտեր այս ամբողջի մասին, որովհետև դրա մեջով անցել է։ Բայց այդ սերունդը մահացել, գնացել է, նոր սերունդը ով որ գիտի ինչ հաջողվել է, նույն այս գիրքը, այսինքն օրինակ ես տվել էի մեկի միջոցով տանը, ինձ գրեց երկու կարևոր անձի անուն տվեց, որ ես իրանց փոխանցել եմ։ Փորձում ենք տանք, փորձում ենք ինչ որ ձևով իրազեկ դարձնենք գոնե, որտեվ երբ որ ՄԱԿ-ում ադրբեջանական պատվիրակությունը մարտի 31-ին փաստաթուղթ է տարածում, պաշտոնապես փաստաթուղթ է տարածում, որ դուք ճանաչեք 1918 թվականին հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանությունը ու ինքը ասում է որ հայերը մտել են իմ երկիր ցեղասպանություն ու մենք չենք պատասխանում բնականաբար այդ ՄԱԿ-ի անդամներն ասում են ուրեմն ճիշտ է ասում այսինքն բնական է չէ եթե ոչ մեկ չի ասում ուրեմն այդ ձև է եղել եւ վաղը պետք է ասեն որ դու որպես ցեղասպան ասկ պատասխանատվության տի ենթարկվես այստեղ հարց եղավ նյութական հատուցումների մասին նյութական հատուցումների մասին առ այսօր Ադրբեջանն է խոսում եւ ներկայացրել է իդեպ երկու հայց արդեն Հայաստանի դեմ International Arbitration Court of Arbitration-ով երկու հայց բնապահպանական հարցերով այդ կա մեկը ջրի վերաբերյալ, մեկը ինչ որ մի հատ ծաղիկի վերաբերյալ, բայց գտել են ասեն այ հայերի գործունեությունը, այս ծաղիկը էնդեմիկ ծաղիկ է եղել, վերացել է, ինչ են դա անում։ Հիշենք, ոնց շրջափակեցին Արցախը։ Էկոլոգիական բանով։ Այդ էկոլոգիան դա այն տրոյական զինա, որ իրանք մտնում են այդ դաշտը, որտեղ աշխարհը բանա տանում, էլի հուզվում է դրանից, որ այդ ծաղիկը վերացավ, որ այդ կենթանիները տուժեցին, բան, վերջը հետո ընդլայնում են այդ ճեղքից մտնում են, ընդլայնում են, տեսանք։ Էկոլոգիա, հետո շրջափակում, հետո պատերազմ։ Նույն ձևի արվում է հայերի ցեղասպանություն մարտի 31։ Պաշտոնապես են ներկայացրել, ՄԱԿ-ում։ Դա խոսակցություն չի։ Ներկա բանը հետո հայկական կողմը չկա, կանցնի կես տարի մի հատ էլ փաստաթուղթ, հետո էլ կասեն, դե հայերը այն 150 միլիարդի մասին, որ մենք ասում ենք, մեզ պիտի հատուցեն չեն տալիս, դե լավ, ուրեմն մենք քաջարանի եւ չգիտեմ, այսինչ մոլիբդենի եւ պղնձի հանքերը կգրավենք, տարեկան 1 միլիարդ օգուտը կստանանք դրանից, 150 տարվա մեջ 150 միլիարդը կստանանք, էլի հայերին կզիջենք իրենց հողերը, 150 տարի հետո։ Ինչ կլինի 150 տարի հետո կամ ինչ կլինի Հայաստանի, եթե Հայաստանը զրկվի իր ամենամեծ հարկատուից։ Դուք մոռանում եք, որ Զանգեզուրի մասին Ադրբեջանը խոսում է, բացի այդ ստրատեգիական կարևորություն, ճանապարհ եւ այլն, դա այս երկրի թիվ 1 աղբյուրն է բանի, եկամուտի։ Այս երկրի բյուջեի կեսը գալիս է առնվազն այդ հանքերից, Զանգեզուրի, Մոսկու ու պղնձի ու մոլիբդենի հանքերից։ Աշխարհի մոլիբդենի պղնձի տարբեր հաշվարկներով 8-ից 14%-ը գտնվում է այդտեղ։ Եվ դա հսկայական գումար է։ Հայաստանի մետաղական հանքերի համախառն շուկայական գինն ավելի շատ է, քան Ադրբեջանի նավթի ու գազի իրար հետ վերցրած։ Հիմա ո՞նց եղավ Ադրբեջանը մեզանից աղքատ լինելով, մեզանից հարուստ եղավ նավթ ու գազը ծախելով։ Իսկ մենք ունենալով այսքան ոսկի ու պղնձեր աղքատ ենք, որտեղ Ադրբեջանը ստեղծեց սոկար պետական ընկերություն, որը ճիշտ է պանվում է որոշ բան, եւ այդ փողը ծախում է եւ օգտագործում է, իսկ մեր մոտ հանքերը 100 տարվով ինչ որ օֆշորներում գրանցված ինչ որ ընկերությունների են տված, որի ոչ եկամուտն ենք տեսնում, ոչ էլ գիտենք ընդհանրապես ով է դրանց սեփականատերը։ Այս վերջերս պարզվեց այն Ռուսաստանի մի նախարար կար Զուրաբեր, որ 12% տիրաններ, որտեղ եկե կռիվ էր տալիս Հայաստանի իշխանությունը, ասում էր դատիկը տամ ինչ որ բան է։ Հիշում եք Հայաստանը քայլ արեց իբրտ այդ հանքերը վերանայր, մինչև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կարծեմ 17% հայաբաժինը տվեց վարչապետի աշխատակազմին։ Ոչ թե Հայաստանի կառավարության, այլ վարչապետի աշխատակազմին։ Հիմա մենք չգիտենք վարչապետի աշխատակազմը այդ հանքից ինչ եկամուտ է ստանում տարեկան։ Այդ 17%-ը քանի միլիոն կամ քանի միլիարդ դոլար է, մենք այդ չգիտենք։ Բայց ասածս այն է, որ այդ հանքերն ու բաները կան։
եւ իրանք թիրախավորում են։ Իրանք Ադրբեջանը երկու բան է թիրախավորում։ Առաջինը ջուր, ջրի հարցը շատ կարեւոր է։ Սևանը իրանց թիվ 1 թիրախն է, որտեղ Ադրբեջանը այսօր արդեն ջրի պակաս ունի։ Ղարաբաղյան պատերազմի պատճառներից մեկը ջուրն էր։ Իրենք 20 թվին նախորդող առաջ 4 տարին իրենք ջրի խնդիր ունեին, բաներ, երաշտեր իրանց մոտ։ Հիմա իրանք դուրս են եկել Հյուսիս Սևանի ափին եւ իրանք խնդիրն է, իրանք հարցը դրել են, որ Սևանի կեսը մերն է, ջրի կեսը մերն է, որտեղ աշխարհում ցանկացած բան նավթ, գազ փոխարինելի է։ Դա էներգիա աղբյուրը դու կարող ես արևից, ատոմականից, ինչ որ մի բանից ստանաս, փոխարինես։ Ջուրը աշխարհի միակ ռեսուրսն է, որ անփոխարինելի է։ Դու ջուրը չես կարող փոխարինես ուրիշ բանով, ասենք ջրի փոխարեն դու չես կարող նավթ խմես։ Դա ջուրն է, իսկ ջուրը ինչ է։ Դա ջուրը մարդու համար ջուր է, դա գյուղատնտեսություն է, դա կենցաղ, ասենք ջուրը անփոխարինելի է։ Դրա համար իրանք ուզում են Սևան եւ ուզում են մեր մոլիբդենի եւ պղնձի անքերը որպես նվազագույն։ Իսկ Երևանը հետո մի շաբաթ առաջ իրենք մի հատ գիրք լույս տեսան մեծ ալբոմ։ Ահա, որ այդ գիրքը որ հրատարակել են ու ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն նաև բան են արել։ Հիմա ինչ չարիք կարա բերի այդի։ Դե չարիք իհարկե շատ կարա բերի, որտեվ այդ նայեք, ով որ դրսի գրադարաններում աշխատել է, գիտի ոնց է։ Ասենք շարացած ըստ թեմատիկ մտնում ես այդ գրադարաններում, ասենք հիմա ուսանողին հանձնարարություն են տալիս, ասենք գրել ինչ որ էսեյ է կոչվում, իրանց ասենք այդ կուրսային աշխատանքներ։ Ինքը ինչ անում։ Ինքը գրում է գրադարան կամ կոմպյուտերի միջոցով կամ ֆիզիկապես նայելով ինչ գրականություն կա, դրա հիման վրա գրում է, կարդում է ինչ որ պետք է։ Հիմա ինքը գնում է այդտեղ 5 հատ ադրբեջանական գիրք կա, որ Երևանը իրանցն է, չգիտեմ Ղարաբաղ, այս ամբողջ այդ բանն է, ոչ մի հատ չկա դրան հերքող այլ գիրք։ Հիմա այդ ուսանողին մենք ինչ ենք մեղադրում, այդ ուսանողը կարդում է այդ գրքերը, դրա հիման վրա գրում է եւ ինքը դպրոցից սկսած հետո որպես ուսանող ձևավորում է այդ հայացքներով։ Հիմա իրանք ինչ են անում։ Իրենք նախապատրաստում են հաջորդ պատերազմ Հայաստանի դեմ։ Այսինքն համաշխարհային կարծիքն են նախապատրաստում, որ այս իրանցն է, որ իրանք ազատագրում են դա։ Հիմա աշխարհը, հիմա տեսեք, իրանք հասել են նրան, որ արևմտյան Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չկար, իսկ հիմա երբ որ դու խոսում ես արդեն անգամ դրսի մարդկանց հետ, ասում են, դե երկու տեսակետ կա։ Մեկը հայկական տեսակետ, մեկը ադրբեջանական, գոնե արդեն տեսակետի մակարդակով բերում հավասարացնում են քեզ։ Կամ ասենք այդ Խոջալույի ցեղասպանությունը, որը էլի մեր իշխանությունը արհամարեց, որը բան եղավ։ Սա է ի վերջո դա պատահական չի, էլի, այն որ ասում են տեղեկատվական պատերազմ, այո, դա պատերազմ է։ Դա ես երբ որ արտգործնախարարության խոսնակ էի, իմ դրան վրա մի հատ այսպես ստիկեր կար, կպցրած, այսինքն բան։ First line of defense, պաշտպանության առաջին գիծը։ Իսկն պաշտպանության առաջին գիծը դա արտգործնախարարության ինֆորմացիոն բաժինն է, խոսնակը, որը պիտի հերքի, որը պիտի ասի եւ այլն։ Բանակը երբ որ մտնում է պատերազմի մեջ, դա արդեն նշանակում է ձախողում։ Դու որպես պետություն ձախողել ես, որտեղ բանակը քո վերջի հույսը պիտի լինի։ Քո առաջի հույսը պիտի լինի դիվանագիտությունը, քո առաջի հույսը պիտի լինի այդ տեղեկատվության ճիշտ տարածումը, որ դու դա կանխես, որտեղ ցանկացած պատերազմ միշտ ավելի թանկ է եւ թանկ առաջին մարդկային կյանքի գնով։ Այսինքն ավելի լավ է դու այսօր միլիոններ ծախսես կամ 100 միլիոններ ծախսես քո երկրի այդ տեղեկատվական պատերազմում, քան վաղը միլիարդներ ծախսես, բաննես։ Ինչ արժի 5000 երիտասարդի կյանքը, որ մենք կորցրեցինք։ Դա կարելի է չափել, չէ։ Հետևաբար ուրեմն պետք է այդ ամբողջը կանխել։ Իսկ դրա համար ցավոք սրտի ես չեմ տեսնում։ Քանի որ մեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն ձեզ, ինչ նոր հանդիպում։